Ասենք հիմա մյուսներն էլ կմոտենան, թե մի երկու րոպե կա, այսօր ըստ մեր դասացուցակի Ադրբեջանի մասին պիտի լինի, մենք վերնագրել ենք Ադրբեջանի ազգային երկրորդ փոքրամասնությունները, որ ըստ էության նույնն է, ինչ որ ասենք են Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդները, այսօրվա մեր բանախոսն է Վարդան Ոսկանյանը, Արևելագիտության ֆակուլտետի առաջատար գիտնականներից մեկը, բանասիրական գիտությունների թեկնածու, բայց ամենակարևորը, որ իսկական գիտնական, որ մարդ, որը դիապետում է բազմաթիվ արևելյան լեզուների, որը արևելքը ճանաչում է, ոչ թե եւ ոչ միայն գրքերից, այլ նաեւ սեփական բազմաթիվ այցերից, ասած դաշտային աշխատանքներից։ Բնականաբար մենք կվարվենք նույն ձևով, ինչ որ արել ենք, կխնդրենք պարոն Ոսկանյանը մի 35-40 րոպեում հարցը ներկայացնի, ավելի շատ մենք նախընտրում ենք հարցը պատասխանի ձևով։ Ինչպես որ հավեցեք պարոն Ոսկանյան։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար եւ երկրորդը շնորհավորել Աղբերնապարոն Մարտյանին նման լսարան հավաքելու համար, անկեղծ ասած ես հաճել եւ զարմացած եմ եւ մաղթել այս միջոցառմանը, որ ես ինչքան գիտեմ ունի շարունակական բնույթ եւ բարբերական բնույթ հաջողություններ։ Այսօրվա դասախոսության կամ զեկույցի թեման, ինչպես կուզեք կոչեք, նվիրված է լինելու Ադրբեջանական Հանրապետության տեղաբնիկ ժողովուրդներին կամ ազգային փոքրամասնությունները այստեղ գրված, երևի ինձ դրանից կսկսենք։ Տարբերակումը, թե ինչպես պետք է տարբերակել տեղաբնիկ ժողովուրդ եւ ազգային փոքրամասնություն հասկացությունները, մինչև դրան անցնելը ընդհանրապես պետք է նկատի առնել, որ Ադրբեջանական Հանրապետությունը ասված է, գիտեք, ի հայտ է եկել առաջին անգամ աշխարհի քարտեզի վրա, պատմության մեջ 1918 թվականին, 1918 թվականից առաջ Ադրբեջանական Հանրապետություն անվանումով որևէ պետական, քաղաքական, չգիտեմ, վարչական, տնտեսական եւ որևէ այլ միավոր ընդհանրապես գոյություն չի ունեցել։ Ինքը անվանումը վերցված է երևի շատերին հայտնի է, ինքը անվանումը վերցված է Իրանի հյուսիսային պատմական տարածաշրջանի անվանումից, չէ, ադրբատականից։ Հայերենում կարողանում ենք տարբերակել ադրբատական Ադրբեջան, Ադրբեջանը ադրբատականի, այսպես ասած, արաբականացված տարբերակն է։ Այսուհանդերձ, տարածքի իրական պատմական անունը, եթե մենք ուզենանք մեկ աշխարհագրական անունով, մեկ եզրով բնորոշել այդ տարածքը, ապա այն պետք է կոչել Շիրվան կամ Շիրվան եւ Առան։ Առանն էլ աղվանքը, պատմական աղվանքը հայկական աղբյուրների, որը արդեն մահմեդական հեղինակներին, արաբներին, պարսիկներին, նույնիսկ ուշ միջին պարսկական տեքստերում Սասանյան շրջանում արդեն հայտնի էր Առան անունը, Վարդան Առան եւ այլն։ Իրականության մեջ մասամբ ընդգրկում է ամբողջ Շիրվանը եւ մասամբ պատմական աղվանքի տարածքը, այսօրվա Ադրբեջանական Հանրապետությունը։ Ինչ որ ասում Ադրբեջանական Հանրապետություն, դա շատ կարևոր է, որովհետեւ իրենց երկիրը այդպես է կոչվում հենց իրենց լեզվով, այսինքն եթե մեր պարագայում Հայաստանի Հանրապետությունը, չգիտեմ, տարբեր այլ երկրների պարագաները տարբեր անուններ, ապա Ադրբեջանի պարագայում հենց Ադրբեջանական Հանրապետություն, Ադրբեջանская ռեսպուբլիկա, Ադրբեջան ռեսպուբլիկասի կամ նախկինը 18 թվականին Ադրբեջան խալք Ջումհուրիյաթի ժողովրդական հանրապետություն։ Դեմոկրատական են գրում շատ հաճախ, որը սխալ է, ժողովրդական է եկել 18 թվականի հանրապետության անվանումը։ Ուրեմն ինքը պետությունը ունենալով ընդհանուր առմամբ թե անվան տեսանկյունից, թե կազմավորման տեսանկյունից արհեստածին բնույթ, այսինքն 1918-ին այս պետությունը փաստացիորեն ձևավորվել է որպես պանթուրքիստական նկարտումների, այսպես ասած, դրսևորում թուրքական սվինների անմիջական աջակցությամբ, որովհետև Ադրբեջանական ժողովրդական հանրապետության կառավարությունը նույնիսկ չէր վերահսկում իր մայրաքաղաքը Բաքուն, այսպես ասած, եւ գտնվում էր Կանզակում։ Սկզբնական շրջանում միայն թուրքական էքսպեդիցիոն կորպուսի օգնությամբ, օժանդակությամբ նրանք կարողացան մուտք գործել Բաքու։ Հետևաբար, լինելով ամեն ինչով արհեստածին, այս տարածքում շատ դեպքերում անկախ իրենց կամքից հայտնվել են ժողովուրդներ,
որոնք որևէ կերպ չեն էլ մտածել ժամանակին, որ իրենք կգտնվեն մի հանրապետության տարածքում, որտեղ պաշտոնական գաղափարախոսությունը կրակջանվի թյուրքիզմը, թյուրքականությունը դեռևս 18 թվականից, ինչպես գիտեք 18 թվականին երեք հիմնական, այսպես ասած, լոզունգով էր Մոսավով կուսակցությունը գալիս իշխանության և ստեղծում այս հանրապետությունը։ Արդիականացում, թյուրքականացում և իսլամականացում, այդ երեք լոզունգներով են, որոնցից վերջին հաշվով մնաց միայն թյուրքականացումը իրականության մեջ։ Մասնավորապես, եթե մենք նայենք պատմությանը, մի փոքր ակնարկով ես արագ ուզում եմ գալ, որպեսզի պատկերացում ունենանք, թե ինչպես է տարածքի էթնիկական կազմը ձևավորվել, ապա թալիշական խանությունը այս հանրապետության կազմի մեջ հայտնվել է զուտ պատահականության բերումով, ինչպես գիտեք անդրկովկասյան խանությունները, դրանք Իրանից կախման մեջ գտնվող փաստացիորեն լուսանկար իրավական առումով Իրանի մաս են հանդիսանում և սրանք առանձին են մտել Ռուսաստանի կազմի մեջ, հետագայում այդ մուտքը ամրագրվել է երկու պայմանագրերով 1813-ի Գյուլիստանի պայմանագիրը և 1828-ի Թուրքմենչայի պայմանագիրը, այսինքն թալիշական խանությունը կամ չգիտեմ Երևանի խանությունը կամ Գանձակի խանությունը կամ Հոբայի խանությունը մուտք են գործել որպես առանձին միավորներ ռուսական կայսրության մեջ, հետագայում վարչատարածքային նոր փոփոխություններ են եղել և իրականության մեջ թալիշական խանությունը առաջին անգամ Ադրբեջանը դարձել միայն 1918 թվականին, ինչպես մյուս բոլոր այլ այսպես ասած տարածքային միավորները։ Հետևաբար ժողովուրդները, իրենք ժողովուրդները շատ հաճախ չեն մասնակցել այս պետության ձևավորմանը, այս պետության կազմավորմանը, այս պետության այսպես ասած կայացման գործընթացին։ Ընդհակառակը, պետության կայացումը, պետության կազմավորումը կամ ձևավորումը մշտապես ուղեկցվել է տարբեր ժողովուրդների ձուլման, բռնի կամ այսպես ասած խորամանկ, հետո կխոսենք դրա մասին քաղաքականության արդյունքում, և այսօր մենք ունենք այն ինչ ունենք։ Եթե նայելու լինենք այս հանրապետության էթնիկական կազմին, ապա ես վերցել եմ Բաքվի գուբերնիայի, Բաքվի նահանգի ռուսական կայսրության ժամանակվա քարտեզը, որը արտացոլում է թերևս կարելի ասել երևի վերջին իրական, այսպես ասած, պատկերը տարածքում բնակվող ժողովուրդների տեսանկյունից, որովհետև հետագա տարիներին մենք կտեսնենք, որ ինչ-որ տարբեր մեքենայություններով, մանիպուլյացիաներով տարբեր ժողովուրդներ կամ հայտնվում են, կամ անհետանում են, կամ քչանում են, կամ շատանում են, այսպես ասած կախարդական փայտիկի ճակերտավոր օգնությամբ։ Այս տարածքն է հիմնականում, եթե մենք հաշվենք, որ այսօրվա ադրբեջանական հանրապետությունը նաև իր մեջ ներառում է մասամբ նաև Ելիզավետոպոլի նահանգի տարածքները, ապա այդտեղ մեծ հետաքրքրող էթնիկական հանրույթներ գրեթե չկան։ Մասնավորապես գիտենք թյուրքերն են եղել բնակչությունը և հայերն են հիմնականում կազմել այդ բնակչությունը։ Մի մասը այդ նահանգի այժմ Փարքաստո Լեռնային Ղարաբաղի հանրապետությունն է կազմում, մի մասն էլ ընդգրկված է Հայաստանի հանրապետության կազմում, մասնավորապես Սյունիքը, որը ժամանակին Ելիզավետոպոլի նահանգի մաս էր կազմում։ Հիմա, եթե նայելու լինենք հարավից, եթե բարձրանանք, տեսեք ծայր հարավում, դարչնագույն գույնով, ծայր հարավում այս դարչնագույն գույնով թալիշների բնակեցման արեալն է, թալիշներն են այստեղ ապրում։ Եթե մենք բարձրանանք ավելի վերև, տեսեք Աբշերանյան թերակղզին ամբողջությամբ, որտեղ տեղակայված է նաև Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն, եթե նայեք այդտեղ դեղինով նշված է միայն մի գյուղ և անունից էլ երևում է այդ գյուղի անունը Թյուրքան։ Այդ գյուղն է, որը բնակեցված է թյուրքերով, դրանք վերև նույն էթնիկական զանգվածը ապրում է այս տարածքում։ Մենք առայժմ կսկսենք սրանցից, հետո կանդրադառնանք նաև այլ էթնիկական խմբերի, տեսեք այստեղ հայեր կան, այս հատվածը ժամանակին կամ այն ժամանակային այժմ այլևս չկան կապույտով ընդգծվածները։ Ուրեմն մենք կսկսենք հարավից կամ ընդհակառակը երևի սկսենք այստեղից, ես կարծում ներկայացում հենց այդ սկզբունքով եմ կազմում։ Այս հատվածից մենք կսկսենք, ինչու կսկսենք այս հատվածից, որովհետև մենք գործ ունենք այստեղ հայտնված
Ուրեմն մենք կսկսենք մի ժողովրդից, որը սովորաբար գրականության մեջ, գիտական գրականության մեջ հայտնի է Թաթ անունով, տեսեք։ Թաթ, ովքեր են այս թաթերը, թաթերը իրականության մեջ տարածքում հայտնված պարսկալեզու բնակչությունն է, որը տարբեր տեսակետներ կա ինչպես է հայտնվել այս տարածքում։ Ամենատարածված տեսակետը թե իբր սրանք եկել են Սասանյանների օրոք, որպես Սասանյան, այսպես ասած, զորագնդերի մնացորդներ, հետագայում ամրակայվել են տարածքում եւ բազմացել են եւ այլն։ Իրականում ամենևին այդպես չէ, թաթերը տարածքում չեն հայտնվել բացառապես Սասանյան զորագնդերի կազմում, այլ տարածքում ժամանակի ընթացքում պարսկերենի որպես պրեստիժային լեզու հանդես գալու հետևանքով տեղի բնակչության, տեղաբնիկ այսպես ասած բնակչության մի զգալի մասը անցել է պարսկախոսության։ Մասնավորապես միջնադարում, երբ այստեղ մոտ 1000 տարի երևի մենք բացառիկ դեպք է իրանական այսպես ասած դինաստիաների պատմության մեջ, մոտ 1000 տարի իշխել է Ծագովով արաբական, բայց հետագայում իհարկե իրանականացված, պարսկականացված դինաստիա Շիրվանշահերի դինաստիան։ Շիրվանշահերը 7-րդ դարից մոտավորապես մինչև Շահ Իսմայիլի նվաճումը տարածքի, իրանական այսպես ասած կայսրության տարածումը դեպի Շիրվան, այս դինաստիան անընդմեջ ըստ որում իշխել է տարածքում, Շիրվանում, Արևելյան այսօր Կովկասում, եւ ինչպես գիտեք, այս դինաստիայի պալատական լեզուն եղել է պարսկերենը։ Պարսկերենը, որով գրել են այնպիսի հռչակավոր պարսկալեզու գրողներ, ինչպիսիք են Խաղանին, մասնավորապես Նիզամին, այսպես ասած, այս քաղաքականացված պոետները, որոնց շուրջ անընդհատ չակերտավոր վեճ է ընթանում Ադրբեջանի եւ Իրանի միջեւ, որովհետեւ իրականության մեջ վեճ չկա, ցանկացած պոետի հայրենիքը իր լեզուն է։ Անկախ նույնիսկ ծագումից, եթե ծագումներ մի կողմ դնենք, ապա Վիլյամ Սարոյանը հայ գրականության դասական չէ, դա անգլիալեզու գրականության դասական է, ենթադրենք այսպիսի օրինակ, եթե վերելու լինենք։ Ուրեմն ժողովուրդը բնականաբար իրանալեզու է եւ հայտնի է, ինչպես արդեն նշեցի, Թաթ անունով։ Թաթ անունը այս ժողովրդի ինքնանվանումը չէ։ Ժողովուրդը ի սկզբանե դատելով պատմական տվյալներից իրեն կոչել է վերջի անունով Փարս կամ Փարսի։ Փարս կամ Փարսի, որը հայրենի հայտնի պարսիկ անունն է, նոր իրանական լեզուներում այդ բառավերջի կամ կորում է զարգացման արդյունքով հայրենը պահպանում է, այդպիսի բազմաթիվ դեպքեր ունենք, ասենք, չգիտեմ։ Օրինակ տաջիկ, չէ, տաջիկ հայտնի բառը, չէ, ժամանակակից պարսկերենում կամ նոր պարսկերենում դարձել է թազի, որը նշանակում է սկզբնապես նշանակել է արաբ, հետո ընդհանրապես մահմեդական, հետո հայրենում հանդացել է որպես թուրք, որովհետև ամենաշատ շփում ունեցած ժողովուրդը հայերի հետ, որոշակի դարաշրջանում եղել են թուրքերը, դրա համար Տաջկաստան երկրի անվանումը։ Ուրեմն Թաթը ինքը սկզբնապես սոցիալական նշանակյալ էր, սոցիոնիմ էր։ Մենք ցեղանունների, էթնիկ անվանումների, ծագումների դեպքում ունենք մի քանի աղբյուրներ, կան էթնիկական անուններ, որոնք դառնում են սոցիալական նշանակյալներ, կան սոցիալական նշանակյալներ, ստատուս, կարգավիճակ, չգիտեմ, որևէ այլ բան ցույց տվող սոցիալական բնորոշումներ, որոնք դառնում են ցեղանուններ, էթնոնիմներ։ Մասնավորապես ասենք բարձ օրինակ բերեմ։ Հայրենում ենթադրենք քուրդ բառը ստացել է սոցիալական նշանակյալ, չէ, վայրենի բիրդ եւ այլն երբեմն չհասկացող, ասենք հաճախ կլսեք անգլեզու քուրդս, այսինքն հայրեն չիմացող մարդ, մոտավորապես այնպես ինչպես նեմեց բառը ռուսերենում սկզբնապես լինելով սոցիալական նշանակյալ, համր, նա որը չգիտի սլավոնական լեզու, չի խոսում սլավոնական լեզուներով, հետագայում հանդես է գալիս որպես էթնիկական բնորոշիչ, չէ, ռուսերենում նշանակում է գերմանացի։ Նույնքան նաև Թաթը սկզբնապես լինելով սոցիալական նշանակյալ թուրքալեզու ժողովուրդների շրջանում Թաթ էին կոչում ոչ քոչվող նստակյաց ցանկացած ժողովրդի։ Հետևաբար, եթե
ասենք օրինակ Չինական Թուրքստանում, այսինքն թուրքալեզու ժողովուրդների նախահայրենիքում կամ բնորանում, որտեղից նրանք դուրս են եկել, թաթը կարող էր լինել նստակյաց ուйղուրը, ապա սրանց շարժի հետևանքով աստիճանաբար թաթ են կոչում Իրանի հյուսիսում բնակվող իրանալեզու ժողովուրդ, որը այս ժողովրդի հետ նույն լեզվով չի խոսում, իրանական լեզվով է խոսում, բայց ոչ նույն լեզվով։ Գալիս են Շիրվանի տարածք, թաթ են կոչում պարսկալեզու բնակչությանը տեղի, ենթադրենք Ղրիմ են գնում, թաթ են կոչում տեղի հունական բնակչությանը, որը նստակյաց է թյուրքական թաթարները, երբ որ ասում են թաթ, հասկանում են Ղրիմի հույներին։ Ուրեմն փաստացիորեն լինելով սոցիալական նշանակել հետագայում շատ հաճախ մենք ունենում ենք այդպիսի դեպքեր։ Այս ժողովրդի մի մասը սոցիոնիմը, որը ունի նաև շատ դեպքերում կամահարական նշանակություն, վիրավորական նշանակություն, քիչ հետո երբ որ մենք նայելու լինենք ասացվածքները, թյուրքական ասացվածքները թաթերի վերաբերյալ, ապա կտեսնենք, որ հստակ կա կամահարական, այսպես ասած, միտում կամ միգուցե թողենք նայենք, հետո հետ կգանք։ Հա, տեսեք, այսպես, ասենք ադրբեջաները, որտեղ հիմա ադրբեջաներեն է էլի լեզվի անունը ամեն դեպքում, տեսեք ադրբեջաներեն, հետո ռուսային թարգմանություն, հետո հայերեն թարգմանությունը թաթերի վերաբերյալ, այս ժողովրդի վերաբերյալ, եթե նայեք, բացառապես, այսպես ասած, կամահարական կոնտեքստում հանդես եկող ասացվածքները, այսպես ասած, որպես վաղկոտ, չգիտեմ, եւ այլն, եւ նաեւ եթե նայեք ֆիքսված է իրենց իսկ էթնոնիմը, իրենց նշանակյալներից մեկը Թարաքյաման, այսինքն իրենք իրենց կոչել են Թարաքյաման, այլև տեսեք, որտեղ էր, այս անայք, այր, Թարաքյամայի գալը թաթին տեսնել է, այսպես ասած, եւ նաեւ ցույց է տալիս պատմական գործընթացը, տեսեք, Թարաքյաման գալիս է տեսնում է թաթին, այսինքն թաթը այդտեղ էր, երբ որ եկավ, այսպես ասած, թյուրքալեզու բնակչությունը, մի խոսքով շուրջ թաթին, խփի թաթին, չգիտեմ, շատ գլուխ մի գովաթաթի աղջիկ բաների միջից մաս դուրս կգա, գիտեք նստակյացները սովորաբար հակառակ վերաբերմունք ունեն, կամարական վերաբերմունք ունեն քոչվորների հանդեպ։ Այս հանդերձ ակնհայտ երևում է էթնոնիմի կամարական բնույթը։ Հիմա հետ գնանք։ Ուրեմն բնորոշիչներից մեկը թաթն է եւ իրենք էլ ես ասացի, որ վերցրել են այդ անվանումը եւ օգտագործում են որպես սեփական անուն։ Այդպիսի օրինակ էլի ունենք, ասենք տեսեք արաբները իրանցիներին կոչում են աջան։ Աջան, որը բառացիորեն նշանակում է թլված, կակազ, նա որը առողջությամբ է խոսում արաբերեն, լավ չի խոսում արաբերենը արաբի նման չի խոսում։ Հետագայում մենք տեսնում ենք, որ Ֆիրդուսին Շահնամեում աջան բառը ինքը կիրառում է որպես իրանցու հոմանիշ, ըստ որում բարձրացնելով աջամը կամահարականից դեպի, այսպես ասած, նույնիսկ արաբի հանդեպ վերադիր կամ գերական նշանակություն ունեցող տերմինի հայտնի շարժում էր իրանական, որը սկզբից ցածր վիճակից իրանցիներին բարձրացվեց ավելի վեր, քան նույնիսկ արաբներն են, չէ՞, շոուբիական շարժումը ժամանակի միջնադարում։ Ինչևից է, օրինակը, որ վերցրել են լեզուն, անվանում են այս դեպքում զուլուն թաթի, այսինքն թաթերեն լեզու, զուլուն իրանական հայտնի բառը, լեզու կտեսնեք մյուս իրանական լեզուներում էլ սրա նման բառեր կան, կամ շատ դեպքերում կոչում են զուլուն նուն, որը բառացիորեն նշանակում է մեր լեզու։ Այս մեր լեզու կոչված երևույթը շատ տարածված է ինքնության հետ խնդիրներ ունեցող կամ ինքնության, այսպես ասած, զուլման տարբեր աստիճաններում գտնվող ժողովուրդների հետ, մասնավորապես Թուրքիայում էլ վրացախոս մահմեդականների խումբ կա, որի լեզուն չնայած վրացերեն է, կոչում է մեր լեզուն։ Շատ դեպքերում նաև հայերիս մոտ էլ դա կա, մասնավորապես Սային Կովկասում նոր Եդեսա անվանում, այդտեղի հայ բնակչությունը, որը դեռևս Շիրվանից գնացած Պետրոս Մեծի արշավանքներից հետո հայերը, այս նույն տարածքից գնացած հայերը, թյուրքալեզու են, նովայերեն բարբարով են խոսում եւ իրենց լեզուն կոչում են բիզինչա, որը նշանակում է մեր լեզուն էլի։ Այսինքն ունիվերսալի է, տարբեր ժողովուրդների մոտ հանդիպում է այս երևույթը։ Երկրորդ անվանումը այս ժողովրդի ադրբեջաներենում կամ թյուրքերենում, չգիտեմ ոնց հարմար է ասեք, Դաղլի անվանումն է, որը բառացիորեն նշանակում է լեռնացի, որովհետև գիտեք, կոչվորները գալիս են, հարթավայրը որպես կանոն վերցնում են, չէ՞, տեղաբնիկ ժողովուրդը մղվում է դեպի լեռներ, մեր պարագայում են շատ դեպքերում այդպես է եղել։
Ուրեմն հաջորդ էթնոնիմը, որը օգտագործում է ժողովրդի հանդեպ, լահիջը, լահիջ, ըյով, իրենք ըյ են արտասանում, լահիջ, սեփական արտասանությամբ, այսինքն հենց ժողովրդի արտասանությամբ լոհիժը, լեզուն լոհիժի կամ զոհուն լոհիժի, եւ վերջին անվանումը փարս կամ փարսի երկու տարբերակով է կիրառում է, զոհուն փարսի էլի տեսակ զոհուն մոն, նույնպես կա այս խմբի մոտ։ Հիմա եթե մենք նայելու լինենք քարտեզին, տեսեք այս քարտեզին եթե նայելու լինենք, ուրեմն առաջին անվանումը օգտագործվում է այս հատվածում, այսինքն այս շրջանի բնակչությունը յուրացվել է թաթ անվանումը, որպես սեփական ինքնանվանում։ Եթե գալիս ենք մենք ավելի ներքև, մի փոքր ավելի հարավ, այստեղ գտնվում է լահիջ հայտնի ավանը, այդտեղի բնակչությունն է միայն մի բնակավայրի բնակչությունը, որը իրեն կոչում է լոհիջ կամ լահիջ, բնակավայրի անունը հենց լահիջը, իսկ եթե գալիս ենք Աբշերոնի հատված, Աբշերոն, այսօրվա Բաքվում որտեղ տեղակայված է, ապա այդտեղի թաթական բնակչությունը ընդհանրապես խուսափում է ինքն իրեն թաթ կոչելուց եւ կոչում է փարս կամ փարսի։ Փարս կամ փարսի։ Ուրեմն այս լահիջների կապակցությամբ կարելի է ասել, որ շատ է դարձում հակառակը պետք է։ Այս էլ անցանք։ Անունը շատ հետաքրքիր անուն է եւ մենք գիտենք, որ լահիջ անունով բնակավայրեր կան, սկսած Գիլանից, Իրանը պատկերացրեք Կասպից ծովի հարավային շրջանը Ռաշտ։ Սկսած Գիլանից, որտեղ մենք ունենք նշանավոր Լահիջան քաղաքը, եւ Ալտերպատականով, եթե անցնեք հասնեք մինչև Դաղստան, առնվազն 12-13 Լահիջ անունով բնակավայր կգտնեք, ըստ որ ներկայիս Ադրբեջանում բացի այս հիմնական Լահիջից եւս երկու Լահիջ կա, եւ մենք գործ ունենք հավանաբար իրանալեզու դեյլամական ծագման, իրանալեզու ցեղի հետ, դեյլամցիները գիտեք բավական նշանակալի, այսպես ասած, էքսպանսիայի ցուցաբերում միջին դարերում դուրս էին գալիս անընդհատ դեյլամի տարածքից եւ տարածվում տարածաշրջանով մեկ, որոնց միջուկն էլ այսօր դերսիմում անստատ զազաներ է, այսպես ասած, դեյլամից վերած իրենց լեզվով եւ ինքնանվանումով նաեւ դելնիկ։ Լահիջներն են դեյլամական, այսպես ասած, այդ արշավանքների մնացորդներից են, տեսեք, նույնիսկ բնակավայրերով մենք կարող ենք որոշել ուղին, թե ինչպես է շարժվել այս բնակչությունը, եւ ամենահետաքրքիրը, որ այս բնակչության մի հատվածը եկել եւ տեղավորվել է նաեւ մեզ համար, այսպես ասած, շատ հարազատ եւ մեզ քաջածանոթ այսօրվա Քաշաթաղի շրջանում Լաչինը, որ կար նախկին Լաչինը, չէ, ինչպես գիտեք, պատմական անվանումը այդ տարածքի, որը իմիջայլոց Արցախի մեջ չի եղել, դա Սյունիքի գավառներից է, պատմական անունը Աղահեջք, չէ, եթե նկատի առնենք, որ հին հայերենում ղ-ն հնչում էր որպես լ, չէ, 11-12-րդ դարերից հետո է միայն այս ղ-ի ղատ տառի արտասանությունը դարձել այնպիսին, ինչպես հիմա մենք ենք արտասանում, դրա համար աշխարհի բոլոր լեզուներում Պալեստին, հայերենում Պաղեստին եւ այլն շատ դեպքեր ունենք, եւ հաշվի առնենք այն, որ հայերենը ընդհանրապես բառասկզբում լեերից առաջ ավելացնում է ա, թե հնդեվրոպական ծագման բառերում, դրա համար աշխարհի բոլոր լեզուներում լոպես, լիսա եւ այլն, բայց հայերենում ալուես, չէ, ապա ալահեջը նույն լահեջն է, հասկանալի, այսինքն նույն լահիջը, այսինքն այս ժողովրդի մի հատվածն է եկել այդտեղ եւ հետագայում հայացել Աղահեջքում։ Քաշաթաղը շատ ավելի ուշ անուն է, քան Աղահեջքը։ Ինչևից է, ես ուղղակի այսպես ասած փոքր էքսկուրս, որպեսզի նկատի առնենք, թե որտեղ է եղել նայել ժողովուրդը հավանաբար եղել է դեյլամախոս, եկել է Շիրվանի տարածքում, պարսկա խոսադարձել, պարսկականացվել է, եկել է պատմական հայքի տարածք, հայացվել է բնականաբար եւ հետո այդ տարածքը դատարկվել է, չէ, Շահ Աբբասը այդտեղից էլ բնակչությանը տարավ, քրդերը եկան նստեցին տարածքում։ Այսինքն այս Աղահեջքի բուն բնակիչներ այսօր միգուցե ապրում են Ջուբայում, Աստծուն միայն հայտնի։ Ինչևից է, միակ վայրը, ինչպես արդեն նշեցի, որը պահպանում է բնիկ, այսպես ասած, Պարսիկ անվանումը, դա Աբշերոնյան թերակղզին է, որտեղ մենք ունենք հենց Փարսի անվանումը, եւ մասնավորապես վերջին շրջանում մեր ժողովրդի ներկայացուցիչները նաեւ ինչ-որ առումով կիսա, այսպես ասած, եթե բնորոշենք խոսակցական տերմինով, կիսա քնած պայքար են անում, որպեսզի
Փարսի անվանումը ավելի լայն տարածում ստանա, ինչքանից հայտնի է առաջիկայում ավելի պետք է այսպես ասած ակտիվ որոշ գործողություններ անձնակամին այսպես ասած տեղեկատվությունից ելնելը կարող եմ ասել։ Ուրեմն այս ամբողջ պայմանականորեն կոչված թաց ժողովրդին, եթե մենք ուզենանք ավելի ճիշտ գիտական բնորոշում տալ, ապա ամենաճիշտ բնորոշումը կլինի անդրկովկասյան կամ կովկասյան պարսիկներ եզրը, ինչու կովկասյան, որովհետև հյուսիսային Կովկասում էլ մենք ունենք այս բնակչությունը, Դաղստանի ինքնավար հանրապետության տարածքում, եւ մի կարևոր հանգամանք չպետք է շփոթել այս ժողովրդին նույն լեզվով խոսող հրեաների հետ, որովհետև մենք Դաղստանի տարածքում ունենք հրեաներ, որոնք խոսում են նույն լեզվով եւ որոնք իրենց կոչում են ջուհուր, որը հայտնի հրեա բառն է, չէ, հայերենում էլ կա խոսակցական լեզուն, ինչ որ առնով կամահարական իմաստով նաև ջհուդ, չէ, այդ նույն բառն է եւ միայն խորհրդային միության ժամանակաշրջանում էր, մասնավորապես Ստալինյան հայտնի սահմանադրությունից հետո 36 թվականին, երբ որ այս հրեաները ֆիքսվեցին որպես թաթեր, ելնելով նրանց լեզվական պատկանելությունից, իսկ ինչ եղան հենց իրենք թաթերը, եթե այսպես պայմանականորեն ասենք, քանի որ թաթ տերմինը ֆիքսվեց հրեաների, լեռնային հրեաների նկատմամբ սկսեց կիրառվել, ապա բուն թաթերը, մահմեդական թաթերը ավտոմատ դարձան ադրբեջանցիներ, նույն ժամանակաշրջանում էր, որ այս ժողովրդին սկսեցին ամենտեղ գրանցել որպես ադրբեջանցիներ։ Եվ մի հետաքրքիր հանգամանք, որ այս լեզվով խոսողներ մենք ունենք նաև հայերի մեջ, ավելի շուտ արդեն կարելի ասել ունենք, չէ, Շիրվանի տարածքի բոլոր տեղաբնիկ գյուղերը անխտիր, այսինքն Շամախի, պատկերացրեցիք Շամախի շրջակա գյուղեր, բոլոր գյուղերը անխտիր մինչև այդ Զուգովի արշավանքը, ռուսական արշավանքը, բոլոր տեղաբնիկ հայկական գյուղերը խոսում էին նույն լեզվով։ Հետագայում այդ գյուղերի մի խոշոր հատվածը Զուգովի հետ միասին տեղափոխվեց Հյուսիսային Կովկաս, հիմնադրելով այնպիսի հիմա արդեն հայտնի քաղաքներ, ինչպիսիք են Կիզլյարը, Բուդյոնովսկը եւ այլն, եւ նաեւ այդ նորը դեսան, որ ասացի, եւ լեզուն կորցրեցին բնականաբար դրանք, մինչեւ Ղարաբաղյան շարժումը մենք ունենք ընդամենը 2 գյուղ Ադրբեջանական Հանրապետությունում, մեկը դա նշանավոր մադրասան էր, Շամախի շրջանի ամենամեծ գյուղը, եւ մյուսը ավելի հյուսիս գտնվող ավելի փոքր գյուղ էր Քիլվար։ Մադրասացիների մի մասը եկավ Հայաստանի Հանրապետություն եւ հիմնեց նոր մադրասա, հիմա Դեբրևան գյուղը, Արագածոտնի մարզում, Շամիրյան կոչվող այդ գյուղերը, որքան այդ անունքում Արուջի մոտակայքում, իսկ մի խոշոր հատվածը գնաց Հյուսիսային Կովկաս։ Այսինքն իրականության մեջ մենք կովկասյան պարսկերենով խոսող 3 էթնիկ հանրույթ ունենք։ Մեկը լեռնային հրեաները, մյուսը հայերը եւ երրորդը ամենախոշոր հատվածը այս ժողովուրդը կովկասյան պարսիկների, եթե գիտական բնորոշում տալ ուզենանք դրանց։ Կովկասյան պարսիկների համար կամ թաթերի համար թուրքալեզու բնակչությունը թուրք է, ինչպես մեզ համար, հայերիս համար չէ, ադրբեջանցի եզրը գրական ճանապարհով ամոց գործել։ Մեր դիտակցությունը, մեր խոսակցական լեզու, մեր գրական լեզու չէ, մինչև հիմա հայերենում երբ որ մենք խոսում ենք, շատ հաճախ ասում ենք այս թուրքերը, այն թուրքերը, երկու այսպես ասած արևելքից եւ արևմուտքից մեզ սահմանացող թուրքալեզու ժողովուրդներին ասում ենք այս թուրքերը հաճախ ասում են սովետական տարիներին նաեւ մեր թուրքերը նկատի ունենալով ադրբեջանցիներին, որտեղ մի երկրի տարածքում են, լեզուն կոչում են թուրքի, իսկ ադրբեջանցիները որպես կանոն արդեն ասացի ես թաթ դիտի այս ժողովրդին, եթե հարցեր կան այս բնակչության վերաբերյալ երբ պատասխանենք անցնենք հաջորդ խմբին։ Թե անցնենք հաջորդ խմբին նորն ես հարցերին։ Հա, մոռացա ես այստեղ թվականակին անդրադառնալ։ Տեսեք 1894 թվականից մենք թվականակի վերաբերյալ տվյալներ ունենք, 1894 թվականին Կովկասյան օրացույցի Կավկասի կալենդար դրա տվյալներն են, 124 հազարից ավել մոտավորապես 125 հազար բնակչություն, այս ժամանակ թուրքալեզուների քանակությունը 2 անգամ մի փոքր ավել էր սրանցից, այսինքն եթե այսօր ասենք իրենք հայտարարում են, որ Ադրբեջանական Հանրապետությունում 9 միլիոն բնակչություն կա, եթե համարենք, որ այդ 9 միլիոնների ընդհանրենք
թուրքերն են կամ ադրբեջանցիներն են, չէ՞։ Եթե 300,000-ը դարձել է այսքան, ուրեմն սա էլ պետք է դառնա մոտավորապես 4.5 միլիոն այս բնակչությունը, բայց տեսնում եք հետագա տարիների ռուսական պաշտոնական տվյալներով, պաշտոնական ցարական Ռուսաստանի վիճակագրական տվյալներով 95,000, հետո գալիս է խորհրդային տարիները 28,000 է, սրանք դառնում 59 թվի 11,000, հետո տեսնում եք համապատասխանաբար, մինչև 2009 թվին 9,000, այսինքն 89-ին տեսնում եք թռիչք կա ապրում, չգիտես ինչու, որտեղ հələ խորհրդային միության, այսպես ասած, անկման շրջանը վարչական ապարատը այդքան լավ չի գործում եւ չեն կարող ֆիքսել այն թվականակը, որը իրենց անհրաժեշտ է։ Իրականության մեջ եթե գնահատելու լինենք վատագույն գնահատականներով այս ժողովրդի թիվը այսօրվա Ադրբեջանական Հանրապետությունում առնվազն 1 միլիոն վատագույն տվյալներով 1 միլիոն բնակչություն եւ կա մի հետաքրքիր առանձնահատկություն Ադրբեջանական Հանրապետության հիմնադիրը, եթե կարելի է այսպես կոչել, նույնպես այդ ժողովրդից է հայտնի Ռասուլզադեն, երևի լսել եք անունը, Ռասուլզադեն թաթեր կամ կովկասյան պարսիկ էր, ըստ որում հետաքրքիր ճակատագիր ուներ, սկզբում մասնակցում էր Իրանի սահմանադրական հեղափոխությանը, իրեն համարում էր պանիրանիստ, հրապարակում էր նոր Իրան թերթը, Իրանենո, հետագայում անցում կատարեց այս թյուրքականության գաղափարախոսությունը, դարձավ հայտնի պանթյուրքիստ եւ այսուհանդերձ վերջում, երբ որ ապաստան էր պետք գտնել, իր համար փախավ, այսպես ասած, իր համար հայրենի Լահիջ գյուղում ապաստանեց, հետաքրքիր ճակատագիր ուներ ամեն դեպքում, հակահայեր, բայց այսուհանդերձ ուղղակի որպես ինֆորմացիա, հետագա տարիներին, եթե մենք ուզում ենք տեսնել այս ժողովուրդը քաղաքական համակարգում Ադրբեջանական Հանրապետությամբ, լինի դա խորհրդային թե հետխորհրդային տարիներին ինչ դիրք է զբաղեցրել կամ ինչ դերակատարություն է ունեցել, ապա պետք է հիշել թերևս Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար չէ, կոմկուսի կենտրոնի քարտուղար բանին, Միջաֆար Բաղիրովին հայտնի, որին կոչում էին ադրբեջանական Ստալին, իր այսպես ասած ռեպրեսիաների տեսանկյունից, եւ ավելի մոտ ժամանակներից Մութալիբովին, Ադրբեջանի Հանրապետության նախագահ, որը այս ժողովրդից է ծագում, բայց Ադրբեջանում գիտեք, ինչքան էլ որ քո ծագումը, չգիտեմ, լինի թաթական, թալիշական, չգիտեմ, քրդական եւ այլն, երկրի նախագահ դառնալու համար դու պետք է լինես թյուրք կամ ադրբեջանցի, էթնիկ ադրբեջանցի իրենց եզրաբանությամբ ասած։ Հիմա դառնանք հաջորդ իրանական ժողովրդին, ընդհանուր առմամբ ասեմ, որ Ադրբեջանական Հանրապետության տարածքում մենք ունենք մի քանի լեզվախմբերով խոսող տեղաբանիչ ժողովուրդներ։ Դրանցից ամենախոշորը անշուշտ իրանալեզու ժողովուրդներն են, մեկի մասին արդեն խոսեցին, երկրորդը սրանք են, եւ ունենք երրորդը քրդերը։ Եթե այս լեզվաբանական դասակարգման գնանք, կամ լեզվական դասակարգման կամ լեզվական պատկանելության, ապա իրանալեզուներից հետո բնականաբար կովկասալեզու ժողովուրդներն են, դաղստանյան լեզուներով կամ արևելակովկասյան լեզուներով խոսող ժողովուրդները, գիտեք, լեզգիներ, ավարցիներ, այնտեղ փոքր ժողովուրդներ կամ փոքրատի ժողովուրդներ կամ ֆինալուկցիներ, չգիտեմ, կրիզներ, բուդուխներ եւ այլն, որոնք ընդհանրական անունով կոչվում են շահդաղյան ժողովուրդներ, որտեղ այդ շահդաղ լեռան շրջակայքում են բնակվում եւ ունենք ժամանակին ունենք իհարկե հայերի, չէ՞, եվրոպական ժողովուրդներից, եվրոպա լեզու ունեն, դեպի ժողովուրդներից հայերի, որոնք հիմա Ադրբեջանի տարածքում փաստացիորեն չկան։ Այսինքն իրականում մենք ունենք, եթե դուրս թողնենք հետագայում հայտնված, այսպես ասած, ազգային փոքրամասնությունները, տեսեք, ռուսները, ուկրաինացիները, գերմանացիները դրանք ազգային փոքրամասնություններ են, բայց թաթերը, թալիշները, չգիտեմ, լեզգիները, ավարցիները դրանք տեղաբանիչ ժողովուրդներ են, որովհետև պետությունը ձևավորվել է նրանց էթնիկական տարածքի վրա, այսինքն եթե Հայաստանի պարագայում ասորիները, որոնք եկել են Հայաստանի Հանրապետության տարածք, Իրանից են գաղթել, եզդիները, որոնք եկել են այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածք, գաղթել են ի սկզբանե հյուսիսային Իրաքից, հետո եկել են Վանի, Վիլայեթ, Սուրմանու եւ այլն, տեղափոխվել են այստեղ, այսինքն Հայաստանի Հանրապետության կամ հույները, պոնտացի հույները, չէ, եկել են այսպես ասած Պոնտոսի տարածքից, այսինքն Հայաստանի Հանրապետությունը ստեղծված չի հունական էթնիկական տարածքի, ասորական էթնիկական տարածքի
կամ ենթադրենք եզդիական էթնիկական, կամ քրդական էթնիկական, կամ որևէ այլ էթնիկական տարածքի վրա։ Ադրբեջանական հանրապետության պարագայում ամենևին այդպես չի, ադրբեջանական հանրապետությունը հիմնված է թալիշական, թաթական, կովկասյան էթնիկական եւ նաեւ հայկական էթնիկական տարածքների վրա։ Այս տեսանկյունից թալիշներին, թաթերին, հայերին, կովկասալեզու ժողովուրդներին համարել ազգային փոքրամասնություն ըստ իս մեթոդաբանական սխալ է։ Ազգային փոքրամասնություն կարող է համարվել գերմանացին, ուկրաինացին, ռուսը, որը ապրում է տարածքում, եւ քրդերը պետք է համարվեն ազգային փոքրամասնություն, որովհետեւ նրանք նույնպես եկել են այս տարածք ժամանակին։ Հիմա հաջորդ տեղաբանիկ ժողովուրդը, որի մասին մենք խոսենք, սկզբից ցուրտ էր, հիմա շոկեց։ Ուրեմն դրանք թալիշներն են, տեսնում եք, որ ինքնանվանումը թալիշ, եթե նկատեցիք, տեսեք, եթե նկատեցիք նախորդ ժողովրդի պարագայումը չէ, օյախոսության երևույթ կա, տեսակ լահիջը դարձել է լոհիջ, չէ, թալիշների պարագայումը ռուսերեն ասում են օգենի է, ես երևույթին ռուսերենում որտեղ տարածված է, չէ, թալիշների պարագայում ես հայտնի օյախոսությունը կա, ընդհանրապես իրանական լեզուներում տարածված երևույթ է եւ տաջիկերենում էլ կա օյախոսությունը, երկար ան մոտավորապես փոխվում է, շրջնայնանում է այնպես ինչպես ասենք օրինակ չգիտեմ հայերենում Բայազեդի բարբառում, չէ, քյավառցիների խոսքում, չէ, ոչ օյա, ոչ այա, չէ, օրաղել եւ հայտ։ Հիմա այս թալիշների պարագայում այդ երկարան ամբողջությամբ օյա դարձել հստակ թորիշա, ոչ թե շրջնային այա։ Ուրեմն հաճախ գործում է թուրքերենի ազդեցությամբ, թուրքերենում կա ձայնավորների ներդաշնակության օրենք, այսինքն երկար բարակ չբացատրեն, ձայնավորը ազդում է, որպեսզի հաջորդ կամ նախորդ ձայնավորը արտասանվի ոչ պատմական իր արժեքով, նմանվի նրան, հասկանալի է, դրա համար եթե նկատեցիք, այդ վերջի ըն փոխվել է նախորդ օյի ազդեցությամբ, դարձել է թորոշ, հայերենի արևելյան բարբառներում էլ կա այդ երևույթը, ասենք հայտնի այսպես ասած բարբառային բառը ընդունել, որ ասում են, չէ, ընդունելը դառնում է ընդունել, նույն ներդաշնակության արդյունքը, որը թուրքական լեզուների ազդեցությունն է, թե թալիշերենի վրա, թե հայերենի վրա։ Հասկանալի է, հիմա չասեք, թե մենակ իրենք են ազդել, մենք էլ ազդել ենք։ Ադրբեջաներենում էլ երբ որ դեյերը եթե գրական լեզում չի արտացոլվում, բայց խոսակցական լեզում, ասենք դաշը իրենք արտասանում են մոտավորապես այսպես տաշ։ Դա որը նույնպես մեր արևելյան բարբառների առանձնահատկությունն է, չէ, դուրսը դառնում է դյուս։ Հասկացաք, մեր բարբառներն այնտեղ ասում։ Ուրեմն լեզուն կոչվում է թոլոշի կամ թոլոշյա զղոն թալիշական լեզու, այդ վերջի ական ածանցն է ցույց տալիս, տեսակ զղոն նույն բառն է փաստորեն։ Իրենք թալիշները էթնիկական ադրբեջանցիներին կամ թուրքերին կոչում են թրք, լեզուն կոչում են թրքի կամ տեսեք հետաքրքիր անվանում շոսավոն, շոսավոն, որը շահսավան կամ շահսևան, չէ, նշանավոր ծերամիավորման անուններ, որը Շահ Աբասի ժամանակաշրջանում ձևավորվեց եւ շահը հաճախին հենվում էր, այսպես ասած, այդ ուժերի վրա, ցեղային, այսպես ասած, ուժերի վրա, ինչու, որովհետեւ թալիշները թուրքալեզու բնակչությանը ճանաչել են ի սկզբանե բացառապես շահսևանների օգնությամբ կամ շահսևանների միջոցով։ Շահսևաններն են եղել այդ խոսքերով առաջին են թուրքալեզուները, որոնք հայտնվել են թալիշաբնակ տարածքներում։ Այսպիսի մի հետաքրքիր երևույթ կա, որը ադրբեջանական հանրապետության թալիշների մեջ տարածված չի, բայց Իրանում բնակվող թալիշների մոտ կա։ Իրանում բնակվող, Գիլանում բնակվող թալիշների համար, երբ որ նրանք ուզում են բնորոշել իրենց հարևան թուրքալեզու բնակչությանը, օգտագործում են ոչ թե թուրք, թյուրք եւ այլ նմանատիպ եզրեր, այլ դրանց պարզապես կոչում են քուրդ։ Ասում են քուրդ, ասենք Թավրիզի բնակչությունը քուրդ է, մենք բոլորս գիտենք, որ Թավրիզում քրդեր չեն բնակվում, չէ՞։ Ինչու է այսպես, որովհետև քուրդ եզրներն, ինչպես արդեն նշեցի նախորդ, ի սկզբանե եղել է սոցիալիզմ, սոցիալական նշանակյալ, ոչ թե էթնիկական նշանակյալ, քոչվոր, վաճկատուն իմաստով։ Հետևաբար, Իրանում բնակվող թալիշի համար
քուրդ երբ որ ասում է քոչվորը նկատի ունի, այդ քոչվորը թուրքալեզու է, հասկացաք։ Այսինքն քուրդ որ ասում է նկատի չունի քրդական էթնիկ տարը, այլ նկատի ունի քոչվորության հանգամանքը։ Ինչպես վրացերենում երբ որ ասում են քուրդի նկատի ունեն ոչ թե էթնիկական պատկանելություն, այլ նշանակում ավազակ գող, չէ՞։ Մասնավորապես ասենք հայերենում ինչ որ առումով նաև զավեշտալի անալինում օրենքով գողը ըլնում է կանոնիերի քուրդի։ Չէ, կանոնավոր քուրդ է, այսպես ասած։ Ուրեմն ադրբեջանցիները նրանց անվանում են թավեշ, լեզու թավեշ լիլի, ժողովուրդը արդեն են հիմնական քարտեզում տեսակ, բաժանված է երկու պետությունների միջև, տեսեք սահմանը Իրանում մի հատվածը, մյուս հատվածը ադրբեջանական հանրապետությունում, ըստ որում հետաքրքիր զուգադիպությամբ պետական սահմանը գրեթե համընկնում է բարբարային սահմանի հետ։ Ադրբեջանական հանրապետությունում նայեք բնակվում են հյուսիսային թալիշական բարբարներով խոսող թալիշները, մինչդեռ Իրանի տարածքում կենտրոնական եւ հարավային։ Թալիշերենի պարագայում ես մոռացա նշել նաև կովկասյան պարսկերենի կամ կովկասյան պարսիկների թաթերի պարագայում մենք ունենք ինքնության ընդհանրապես տարբեր խնդիրների, մշակութային խնդիրներին խոչընդոտող մի կարևոր հանգամանք, մի թերություն, որը փառք Աստծո մենք հայերիս պարագայում շատ վաղուց վերացվել ենք դեռևս 5-րդ դարից, դա վերբարբարային գրական լեզվի բացակայությունն է։ Ըստ որում, եթե թյուրքական լեզուները ճակատագրի բերումով բարբարային տարբերությունների առումով շատ մոտ են իրար այն աստիճան, որ օրինակ, ասենք, ուզբեկը մոտավորապես 40-50%-ով կհասկանա ադրբեջանցու խոսքը կամ ադրբեջանցի մոտավորապես 80%-ով կհասկանա թուրքի խոսքը կամ թուրքմենը մոտավորապես նույնքան կհասկանա ադրբեջանցու եւ թուրքի խոսքը, բայց ադրբեջանցիները թուրքմեններին դժվար են հասկանում, նաեւ թուրքերը թուրքմեններին ավելի լավ հասկանում են ուզբեկները։ Այսուհանդերձ, իրանական լեզուների պարագայում, ինչպես եւ հայերենի պարագայում, բարբարային տարբերությունները այնքան մեծ են, որ փոխադարձ փոխանցումը պրոբլեմատիկ է դառնում։ Այսինքն նայեք այս հարավից դուրս եկած թալիշը այստեղ հյուսիսային թալիշում մեծ խնդիրներ է ունենալու շփվելու առումով իր մայրենի լեզվով։ Նույնը նաև թաթերի կամ կովկասյան պարսիկների պարագայում է։ Աբշերոնի բնակիչ կովկասյան պարսիկը բավական բարդություններ է ունենալու հյուսիսային Ադրբեջանի տարածքում բնակվող կովկասյան պարսիկի հետ շփվելիս։ Այսուհանդերձ հիմա թալիշների դեպքում, եթե ինչ-որ փորձեր արվում են վեր բարբարային գրական լեզու ստեղծելու ուղղությամբ, ապա կովկասյան պարսիկների պարագայում նման փորձեր չկան։ Իրականության մեջ նույնիսկ այդպիսի փորձեր պետք է չեն, որովհետև գրական պարսկերենը փաստորեն այդ բարբարների գրական ստանդարտն է, ուղղակի տարածքից պարսկերենը դուրս ամրվել, արհեստական կերպով դուրս ամրվել, երբ որ միացավ ռուսական կայսրությանը այս տարածքը, ընդհանրապես ռուսական կայսրությունը մեծ ինչ-որ առումով պետք է ասել մեղք, եթե չգիտեմ հիմա այդ մեղք բառը քաղաքական որպես տերմին կարելի է կիրառել թե չէ, մեղք ունի տարածքի թուրքականացման այս թաթերի թալիշների մասնավորապես ճակատագրի հանդեպ։ Ինչու՞, որովհետև ձգտելով տարածքը պոկել իրանական ազդեցությունից, իրանական մշակութային, լեզվական, կրոնական, ընդհանրապես ազդեցությունից, քաղաքական նաև ազդեցությունից, սկսեց խրախուսել տարածքում թյուրքալեզվության երևույթը, մասնավորապես Բաքվում բացված առաջին, այսպես ասած, ցարական Ռուսաստանի օրոք առաջին աշխարհիկ դպրոցը, մինչև այդ մեդրեսան այդ բաները, աշխարհիկ դպրոցը կոչվում էր թուրք տուրецко-տատարսկի վրա, թուրք-թաթարական, այսպես ասած, ռազրյադ էին այն ժամանակ ասում, ուղղվածության դպրոց, հետո դարձավ ռուսկո-տատարսկի ռազրյադ, ռուսները ադրբեջանցիներին թաթարային անվանում, գիտեք, եւ պարսկերենը, որը այդ տեղերում Շիրվանի ընդհանրապես այսօրվա ադրբեջանական հանրապետության տարածքում ուներ պատմական ավանդույթ, ասացի արդեն Շիրվան շահերից ի վեր, մինչև ռուսական կայսրությունը մադրասաներում նույնիսկ տեղի թյուրքերը սովորում էին պարտադիր կերպով պարսկերեն, իսկ թյուրքերենը միայն խոսակցական լեզու էր, խոսելու լեզու էր։ Նույնիսկ իրենք հաճախ չէին պատկերացնում, ինչպես կարելի է թյուրքերենը վերածել գրական ստանդարտի։ Այսուհանդերձ մի խոսքով, թուրքերենը տարածքում ռուսական օժանդակությամբ
արմատավորվեց և ներգտավ, այստեղ մանջալինտի անպայման զանգին մարություն անջալ։ Ուրեմն թալիշները փաստորեն անջատված են սահմանում, որը նույնպես լրացուցիչ խնդիր է ժողովրդի համար։ Թալիշները անջատված են սահմանում, որը նույնպես լրացուցիչ խնդիր է ժողովրդի համար։ Ուրեմն եթե մենք նայելու լինենք, ես արդեն մուտքի խոսքում ասացի, թալիշները փաստացիորեն այսօրվա Ադրբեջանական Հանրապետության միակ տեղաբնիկ ժողովուրդն են, չէ, որոնք այս տարածքում են հայտնվել սեփական պետականությամբ հանդերձ, եթե ասենք մենք դուրս թողնենք Արցախը, որը մելիքությունների կարգավիճակով մուտք գործել, այսպես ասած, նաև այդ մակարդակով, ապա միակ ժողովուրդն է, որը ավելի բարձր պետականության մակարդակով է մուտք գործել Ադրբեջանական Հանրապետության տարածք, թալիշական խանություն, այսինքն խանության կարգավիճակով։ Մյուս բոլոր խանությունները այդ ժամանակաշրջանի անխտիր ունեն թյուրքական էլեմենտի գերակայություն, թալիշական խանության մեջ թյուրքական էլեմենտը չէր գերակայում։ Չնայած Շաքիի խանական տոհմը, Լուխրի խանական տոհմը թյուրքական ծագում չուներ, բայց այս անձը թյուրքացված է, իսկ Երևանում օրինակ չգիտեմ Գանձակում եւ այլն Ղաջարների ճյուղերն են, երկրորդական ճյուղերն են, այսինքն թյուրքական դինաստիաներ էին իշխում։ Թալիշները մուտք են գործել տարածք պետական իրենց այսպես ասած կառույցով, որը լուծարվել է։ Հիմա մենք եթե նայելու լինենք այս արդեն քրդերն են, թվերը մոռացել եմ դնում։ Մարդահամարի տվյալները ցավոք ես մոռացել եմ ընդգրկել, բայց այս թալիշների դեպքում շատ հետաքրքիր կլներ ուղղակի, որովհետև եթե Թաթելի պարագայում մենք տեսանք ինչ-որ որոշակի տատանումներ այսուհանդերձ ինչ-որ շոշափելի թվեր, ապա թալիշների պարագայում շատ տարօրինակ բան է կատարվում։ Թալիշները ռուսական կայսրության մեջ մուտք գործելու ժամանակ ավելի փոքրաթիվ են, քան թաթերը, դա հստակ է, 80 քանի հազարի սահմաններում են, հետո աճում են 26 թվականին մոտավորապես 150 հազարի չափ, հետո 59 թվականում չզարմանաք ամբողջ խորհրդային միության տարածքում մարդահամարի ժամանակ 59 թե 56, հիմա հստակ չեմ հիշում, կարելի է նայել, ֆիքսում է 83 թալիշ, 83 թալիշ, որից մի 10 քանիսը Ռուսաստանում, մնացածը Ադրբեջանական Հանրապետությունում, այսինքն եւ այդ ժամանակ հետաքրքիր հանդիսավոր կերպով խորհրդային, այսպես ասած, ժամանակաշրջանում Նարոդի Կավկազը պարտապում են, չէ՞, այդ բաները դա գրվում է, որ թալիշները կամավոր կերպով զորվեցին ադրբեջանցի ժողովրդի մեջ։ Հետաքրքիր է, որ այդ զորված թալիշները 89 թվականին հսկայածավալ պայքար են սկսում իրենց կրկին մարդահամարներում, այսպես ասած, արձանագրելու համար, չէ՞, մի անգամից էլի թիվը 89-ին աճում է, հետո մի խոսքով տարբեր, այսպես ասած, վայրիվերումներով գալիս հասնում է 2009 թվականին 112,000 թալիշ, այսինքն 59 թվականից մինչև 2009-ին ինչքան անում 50 տարի, այլ 50 տարում 83 թալիշը մոտավորապես 112,000 ժառանգ է։ Ըստ որում այդ 112,000 ժառանգներ էլի նվազեցված տիպ է, իրականության մեջ ես էլի վատագույն տվյալը կասեմ 1-ից 1.5 միլիոն թալիշ կա, այսինքն 83-ից 1.5 միլիոն երկու որ բերենք Հայաստան։ Բաց չի։ Ուրեմն այսպիսի խառնաշփոթ է ընդհանրապես ստեղծվում թալիշների պարագայում, բնակչության պարագայում եւ մի կարևոր հանգամանք, որը պետք է շեշտ տվի թալիշների դեպքում, ես ասացի, որ նրանք պետականությամբ հանդերձ են մուտք գործել, այսպես ասած, տարածք եւ բացի նախկին ադրբեջանական, այսպես ասած, ԽՍՀՄ-ի հայերից միակ ժողովուրդն են, որոնք փորձ կատարեցին նաեւ պետականության, այսպես ասած, վերականգնման իրենց կամ չգիտեմ ինչպես ավելի ճիշտ բնորոշել, պետական կազմավորում ստեղծելու, եթե մեր պարագայում Արցախի դեպքը դրական փորձ է, թալիշների պարագայում ցավոք սրտի փորձը հաջողությամբ չփսակվեց, այսինքն Հանրապետությունը, Թալիշ-Կուբանյան Հանրապետությունը հռչակվեց 93 թվականին եւ այդ հանրապետությունը երկար կյանք չունեցավ, մոտ 1 ամիս տևեց,
Ինչևից է, այսքանը երևի ասեմ թալիշների կապակցությամբ, որպեսզի ժամանակ ունենան գոնե քրդերի մասին խոսենք, էլի, հա, քրդերն խոսենք, երևի հետո բանանք մնացած կովկասյա լեզուները կթողենք մեկ այլ անգամի համար։ Քրդերը, այսպես ասած, իրենց ինքնաբանում արդեն ես ասացի, նայեք, կուրմանջերի են իրենց կոչում, լեզուն կուրմանջի են կոչում, ադրբեջանցիներին թրք են կոչում, լեզուն զմանը թրքի են կոչում, նաև ադրբեջանցիներին կոչում են աջամ, ես արդեն նշեցի արաբները, պարսիկների, տալիս են հետագայում աջամ բառը ընդհանրապես սկսեց նշանակել շիա, շիա մահմեդական և քրդերը, որոնք սուննի են, սկզբնապես սուննի են, հետո իհարկե շիա դարձան, այսպես ասած, հարեցին շիականությանը, քրդերի համար սկզբնապես այս ադրբեջանցիները աջամ էին, իմիջայլոց մեր եզդիները մինչև հիմա էլ ադրբեջանցիների կոչում են աջամ, Հայաստանաբնակ եզդիները, ադրբեջանցիների համար սրանք քուրդ են, լեզուն քուրդ չէ, քուրդ դիդի և այլն և այլն։ Քրդերի պարագայում եթե մենք նայենք, այսպես ասած, այդ Կարմիր Քուրդիստան կոչված հայտնի պատմությունը, ես չգիտեմ, մենք գուցե առանձին բանով դրան անդրադառնանք, որը իրականում Կարմիր Քուրդիստան չի եղել, այդպիսի պետական կազմավորում եղել է քրդստանյան ուեզդ, Քուրդիստանսկի ուեզդը, իրենք քրդերն են անընդհատ պնդում Կարմիր Քրդստանի գոյության մասին, որ ընդգրկում էր այսօրվա մոտավորապես մեր, այսպես ասած, Հայաստանի և Արցախի Հայաստանի Հանրապետության և Արցախի միջև ընկած տարածքը։ Այդ տարածքը բնակչությունը քրդերը ինչպես են հայտնել նշված արեալում, իրենց բնակեցման նշված արեալում, գաղթի հետևանքով և մենք հստակ ունենք այդ գաղթի պատմությունը ֆիքսված թե սկզբնաղբյուրներում, թե նաև այսպես ասած իրենց բանավոր ավանդության մեջ իրենք էլ լավ հիշում են, որ Իրանից գաղթած են այս քրդերը, Իրանից եկածներ են և 32 ցեղ է եղել դատելով, 32 ցեղից բաղկացած կոնֆեդերացիա է եղել, որտեղ կոնֆեդերացիան կոչվում էր Օթուզիքի 32 նշանակում թուրքերը։ Իրենք ինչպես արդեն նկատեցիք, հյուսիսային քրդերենի բարբառներով խոսողներ են, կուրմանջախոսներ են, այսինքն կուրմանջիով են խոսում, հյուսիս քրդական բարբառներով են խոսում, քրդերենի դեպքում են բարբառները այնպիսին են, որ նույնիսկ կարելի է խոսել տարբեր լեզուների մասին, քրդական լեզուների մասին կարելի է խոսել։ Ինչևից է, այս քրդերի պատմությունը ինչ-որ առումով կրկնում է Ադրբեջանի բոլոր էթնիկական ոչ թուրք բնակչության պատկերը, տեսեք 26 թվին 41 հազարա ֆիքսվում, հատուկ ես կապուկ եմ ընդգծել, որպեսզի տեսնեք ամենաբարձր թիվն է։ Հետո գալիս է մեզ հետաքրքրում է հատկապես 89 թվականը, տեսեք, 89 թվականը ինչու, որովհետև այսօր Ադրբեջանական Հանրապետությունում ցավոք սրտի այս քրդերին օգտագործում են հակահայկական նաև քարոզչության և նաև կոնկրետ քայլերի առումով, գիտեք, որ հայցավիմում կա հանդեպ Հայաստանի, այս Քարվաճառի չեմ հիշում, թե Քաշաթաղի շրջանի նախկին իբր քուրդ բնակիչներից, չէ՞, և իրականության մեջ 89 թվականին տեսեք 12,000 բնակչություն է եղել, իրենք խոսում են 60,000 քրդերի մասին, որոնց հայերը իբր արտաքսել են այդ տարածքից, իրականում արտաքսում չի եղել, թողնվել է Միջանցք, որպեսզի սրանք դուրս գան տարածքից, և այս 12,000 քրդերից լավագույն դեպքում երևի 2,000-ը քրդերեն խոսել իմացել է, համենայն դեպս Քաշաթաղի շրջանում, Լաչինում, Բերձորում այսօրվա։ Բերձորում ընդամենը մի քրդական ընտանիք է քրդերեն իմացել, հստակ է այսպես ասած տվյալը, Շամիլ Ասգարովի ընտանիքը, որի տղան հիմա ԿՊԿ-ի ակտիվիստներ է, Ղաջար Ասգարով։ Ինչևից է, այս քրդերն են, որոնք անընդհատ պնդում են ինչ-որ Կարմիր Քրդստանի գոյության մասին, չգիտեմ, և այլն, և ժամանակին Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն ըստ իս սխալ է թույլ տվել, որովհետև ժամանակին ենթադրվում էր, որ այս Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները իբր թե միջազգային ճնշումների հետևանքով Հայաստանը իզորը չի լինելու։ Ահեղ դրա համար այսպիսի պրոյեկտ առաջարկվեց վերականգնել այստեղ այսպես կոչված Կարմիր Քրդստանը, նույնիսկ հրավիրեցին քրդեր, եկան հիմա հակահայկական գործունեության բաժնի ընկնող քրդեր, մասնավորապես Ոմեննաբիև Ղազախստանից, և նույնիսկ դրոշ տարան, չգիտեմ, բարձրացրեցին իբր այդ Քրդստանի դրոշը և այլն, հետո Փարք Աստծո այդ ամբողջ պատմությունը
դուրս եկավ արանքից, բայց այսուհանդերձ եթե թալիշներին եւ թաթերին որպես էթնիկական միավոր առանձին անձանց բնականաբար օգտագործում են ադրբեջանցիները, իմաստը իրենք հաճույքով են, այսպես ասած, այդ գործը իրականացնում, հակահայկարարչության մեջ կարող ենք տեսնել, ապա քրդերի պարագայում ես կասեի դա ինչ-որ առումով համատարած բնույթ է կրում։ Ադրբեջանյան վրա քրդերը, այսօր եթե նայեք քրդական, հակահայկական համացանցային, գրեթե բոլոր ռեսուրսների հետևում կանգնած են Ադրբեջանից սերող քրդեր եւ ցավոք սրտի նաեւ Հայաստանից ժամանակին հեռացած իրականում եզդիներ, որոնք իրենց հռչակել են քուրդ եւ որոնք խորհրդային տարիներին այստեղ կրթություն են ստացել եւ այլն եւ սեփական ժողովրդին չեն ծառայել եզդի ժողովրդի դժբախտություններից մեկն էլ դա է, որ այդ ծանված այսպես ասած իր ժողովրդին թողեց Բալտիկա մարտիկին եւ գնաց։ Երևի այսքանը, հետո արդեն հարցերի ընթացքում, եթե հարցեր կան, Չէ, Ադրբեջանում բնակվող թալիշները բավական լավ լսում են, ես կարող եմ ասել, պարոն Պատրոններ, ոնց որ ռուսերեն ասում, թույլ չի տա սուտ խոսելու, բավական ակտիվ լսում են, այդպիսի հստակ չափորոշիչներ չկա, որ որոշելու ռադիո ալիքը քանի հոգի որսած, բայց տեխնոլոգիաների, հայտնի տեխնոլոգիաների հիման վրա մոտավորապես 60,000 լսում լինում ամսվա ընթացքում, YouTube-ի ալիքը սկզբնապես ավելի շատ են, հիմա գյուղերում ուղղակի ինտերնետ հասանելիությունն է դժվար, էլի քանի շատանակ գյուղերում։ Այդպես ազդեցությունը, ինչ ասեմ, բավական զգալի ազդեցություն ունի։ Ռադիոն միջև այն, որ ցանկացած թալիշ առաջնորդ իսկ բակն համարում այդ ռադիոյում պայմանախոսել։ Այսինքն համարում է պատիվ իր համար, որպեսզի թալիշտանի ձայնով հարցազրույց տա կամ չգիտեմ ելույթով հանդես գա եւ այլն եւ այլն։ Գուրյանը ավարտել է բանաստեղծական նկարչական Չլսեցի, ես էլ չլսեցի։ Կարան Գրիգորյան ավարտել է բանաստեղծական ֆեդերալ նկարչական ինստիտուտը, պատմական բաժին։ Ես ուզում եմ իմանալ, ազերի ժողովուրդը լեգրանության մեջ կա, թե դա նույն ադրբեջանցիներն են։ Ես մի եզրաբանական ճշտում անեմ, ընդհանրապես միշտ հիշեք, ազարի կամ ազերի կոչել Ադրբեջանի Հանրապետության բնակչությունը կոպիտ սխալ է։ Ցավոք սրտի անգլերենում հիմա համատարած գրում են ազերի, չէ, օգտագործում է այսը։ Եթե մենք ուզում ենք հայերենով այդ ժողովրդին բնորոշել, անկախ մեր կամքից չէ, օբյեկտիվ իրականություն ունենա, որ Ադրբեջանական Հանրապետությունը գոյություն ունի եւ մենք էլ այդ հանրապետությունը ճանաչում ենք, որտեղ բանակցում ենք այդ հանրապետության հետ, համենայնդեպս ղեկավարության հետ բանակցում ենք, չէ՞։ Հետևաբար ճիշտ բնորոշումը կլինի էթնիկական ադրբեջանցի, էթնիկի Ադրբեջանից։ Ինչու, որովհետեւ այսուհանդերձ այդ ազարի տերմինը բուն ապրպատականի դեղաբնիկ ժողովրդի սեփական անվանումներ, ինքնանվանումներ, այսինքն երբ որ մենք ասում ենք ազարի, ավտոմատ նույնացնում ենք Թավրիզի բնակչի, Բաքվի բնակչի հետ։ Այնինչ Բաքվի բնակիչը էթնիկ ադրբեջանցի է, Թավրիզի բնակիչը ազերիական, եթե հայերեն ավելի լավ եզր ունենք, մենք ադրբեջանցի կամ Փաստոր Բյուզանդի ժամանակ ասում էին ադրբեջանցի։ Այդ այսպես ասած, այս նույն իջ ափանցումը ոնց որ դա իջն է, ոնց որ աղահեջքն է։ Այդ նույն ցույց տվող ափանցը։ Այս առումով գոյություն ունի, թե չունի ժողովուրդը բնականաբար գոյություն ունի, նույնպես օբյեկտիվ իրականություն է։ Այլ հարցը, որ ժողովուրդը ունի էթնիկ ինքնության բազմաթիվ խնդիրներ, ըստ որում խնդիրներ, որոնք կապված են այդ ժողովրդին արհեստական տարբեր ինքնություններ ներարկելու հետ, չէ՞, գիտեք, ադրբեջանական հանրապետությունում սկսել են էթնիկ ինքնության կառույցը Մարաստանից, չէ՞, հետո Մարաստանը թողեցին, անցան թյուրքականությանը, հետո անցան աղվանքին, չէ՞, հիմա այդ ժողովուրդը խառնվել է, չգիտեմ, ինքը թյուրք է, այդ շումերներին մենք էլ ենք բանան, ինքը թյուրք է, չգիտեմ, իրանցի է, թե կովկասցի է, այսինքն արմատներով։ Լեզվական առումով եթե նայելու լինենք, անշուշտ թյուրքալեզու ժողովուրդ, հա, բայց այդ թյուրքերեն այնքան ազդված պարսկերենից, որ նույնիսկ այդ հայտնի Բաքվի դան, որ կա, չէ, ձգելով խոսելը, չէ,
Բայց որ անեկդոտը որ հայտնի կա, ասում կատուները Բաքվում ինչպես են մնալում, ասում են միա ու դա Հիմա այդ ձգելու պահն էլ, եթե նկատել եք, այդ երկեցիկ արտասանությունը պարսկերենին բնորոշ երևույթ է։ Եվ տեսանք, որ Բաքուն էլ այդ թաթախոս ավաններից մեկն էր։ Մինչև ռուսական կայսրությանը միանալը եւ մինչև արդյունաբերական քաղաք դառնալը, Բաքվի բնակչությունը բաղկացած է մոտավորապես 8000 բնակչություն ուներ, որի մեծամասնությունը կազմում են կովկասյան պարսիկները, երկրորդ տեղում հայերն էին, նկատի չունեմ հետագա հոսքը հայերի, երբ որ եկան ինդուստրիալ քաղաք, 8000-անոց փոքր ավան, երբ որ նոր միացել է ռուսական կայսրության, եւ կար ընդամենը 4 տուն հրեա, այսինքն հայերը Բաքվում ավելի շուտ կային, քան էթնիկ ադրբեջանցիները։ Արշակյան Տաթև, Գիտությունների ազգային ակադեմիա Ադրբեջանության ինստիտուտ, ինձ մի հարց է հետաքրքրում, այս տեղաբնիկ ժողովուրդները, որոնց մասին խոսեցիք, ներկայումս իրենք ձգտում են առանձնանալ Ադրբեջանական Հանրապետությունից, ստեղծել սեփականներ եւ եթե այո, այդ նպատակին հասնելու համար իրենք երկխոսության եզրեր փնտրում են Հայաստանի Հանրապետության կամ ԼՂՀ-ի հետ։ Ընդհանրապես անկախության ձգտում ցուցաբերող երկու ժողովուրդ կա, որոնցից մեկի մասին մենք այսօր չխոսեցինք, լեզգիներն են։ Մեր քննարկած ժողովուրդներից միայն թալիշներն են, որ հայտարարել են առայժմ անկախության վերաբերյալ, բայց ինչքանով ես տեղյակ եմ, առաջիկայում կովկասյան պարսիկների ինչ-որ կազմակերպություն կա, որը պատրաստվում է նույնպես հայտարարությամբ հանդես գալու կապակցությամբ, չգիտեմ կլինի թե չի լինի, ամենայն դեպս ցույց կտա ժամանակը։ Փաստորեն միայն թալիշներն են այս տեսանկյունից, որոնք նաև թաթերի գիտաժողով լինելու, թաթերին նվիրված, այս կովկասյան պարսիկներին նվիրված մայիս ամսին Երևանում, ինձ թվում է կգա կմասնակցեք կամ չգիտեմ զեկույցներով կամ ուղղակի ունկնդրելու նպատակով ինչպես ձեզ հարմար կլինի։ Այս հարցում ձեր հարցին եթե պատասխանելու ենք միայն թալիշներ են, որոնք ես նշեցի, մի փորձ էլ կատարել են 93 թվականին եւ հիմա էլ երկու թեվ կա թալիշական ազգային շարժման մեջ, եթե մենք ուզենանք քաղաքագիտական տեսանկյունից նայելու լինենք։ Մի թևը անկախականներ կարելի է կոչել, մյուս թևը ինքնավարականներ։ Այսինքն թալիշական շարժումը մինիմալ պահանջը, որ դնում է թալիշական շարժման ընդհանուր առմամբ, եթե դիտարկելու լինենք, առաջի թևի ներկայացուցիչները դա Թալիշստանի որպես Ադրբեջանական Հանրապետության մաս ինքնավարության խնդիրն է, ասում են այսպես, եթե դուք Ղարաբաղին առաջարկում եք ամենալայն ինքնավարությունը, ապա տվեք թալիշներին առաջին հերթին այդ ինքնավարությունը, որտեղ թալիշները ձեր դեմ չեն կռվել։ Այդ ոնց է հայերը, որոնք ձեր դեմ կռվել են, առաջարկում եք, բայց մենք որ ձեր կողմից են կռվել, մեզ չեք առաջարկում։ Եվ երկրորդ թևը, որը ավելի ռադիկալ է, պահանջում է բացարձակ անկախություն, այսինքն ոչ ինքնավարություն, այլ անկախ Թալիշստանի Հանրապետության ստեղծում։ Մինչ այդ, եթե մենք նայենք դինամիկան, թալիշական շարժումը սկսել է այսպես, այդ Թալիշ-Կուբանյան հանրապետությունն էր, որը ինքնավար է նույնպես, հետո անկում է ապրում, ասում են մենք ադրբեջանցի ենք մշակութային ինքնավարություն, հետո քաղաքական ինքնավարություն, հիմա արդեն քաղաքական անկախություն։ Ասեմ, որ դրա մշակողը ես եմ, ես կարծում եմ, որ այդ այգուբենի, այսպես ասած, ընդունելը կամ չընդունելը թալիշական շարժման ներկա փուլի առաջնային խնդիր չի։ Տեսօր ես արդեն նշեցի, լրացուցիչ բարդություն կարող է հարուցի այդ այգուբենի, չգիտեմ, ադապտացիան պետականություն չունեցող ժողովրդի պարագայում, լրացուցիչ դժվարությունները հարուցելու, լրացուցիչ վեճերի, չգիտեմ, մի խումբ ասելու է, հա լավ վերցնենք, մյուս խումբը ասելու է, մինչև հիմա նույնիսկ այդ վեճերը կան, մի մասը ասում ենք, արդյոք օգտագործենք լատինատար այգուբենը, թե ռուսատար այգուբենը, թե պարսկատար այգուբենը եւ այլն, Համենայն դեպս, այսպես ասած, քայլը արված է իրենց գործն է, ընդունեն թե չեն ընդունի, ես կարծում եմ, որ դա միայն անկախ պետության կամ առնվազն գոնե ինքնավար, չգիտեմ, ինչ-որ կարգավիճակի դեպքում է հնարավոր դա իջեցնել, ինչպես ասում են, ժողովրդի լայն զանգվածների մեջ։ Ինքը այգուբենը բավական հետաքրքիր է, որտեղ իրանական հին այգուբեններից մեկի Ավեստայի գրի ադապտացիան է թալիշերեն լեզվի համար։
Իրենց համար դա ուղղակի այսպես ասած ինչ-որ առումով սիմվոլիկ նաև արժեք է, որովհետև իրենք համարում են, որ իրենք Ավեստայի ժողովրդի հաջորդներն են։ Հիմա ինչքանով է ճիշտ, ինչքանով է խիստ գիտական, այսպես ասած, մոտեցումներով շատ հաճախ դատել նման իրավիճակում գտնվող ժողովուրդներին չի կարելի։ Ասենք հայերից կարող ենք դատել, ասենք, եթե ասում են հայերը շումերներից են առաջացել, մենք կարող ենք խիստ քննադատել, բայց այս ժողովրդի բաղադրայում այդ ինչ որ փոքր հույսը, որ իրենք մեծ, չգիտեմ, քաղաքակրթությունից են ծագել, անկախ նրանից դա ճիշտ է, թե ճիշտ չի, իսկ իրականության մեջ ինչ որ առումով ճիշտ է, որտեղ իրենք էլ իրանական ժողովուրդ են, իսկ Ավեստայի ժողովրդից կամ այսպես ասած Ավեստայի ժողովուրդը դա նախա այսօրվա իրանական ժողովուրդների նախնիներն են, բոլոր ժողովուրդների անխտիր։ Այս տեսանկյունից իրենք չեն օգտագործում դա, բայց ամենտեղ ֆիքսում են, որ նաև այս տարբերակներ կա։ Դավիթ, հանդել եմ Հայաստանի պետական սեկրետար համալսարանը։ Պարոն Ոսկանյան, Իրանը հանդիսանում է թալիշների դաշնակից այդպես ասած, որի հիման վրա կարող է ստեղծվել թալիշական հանրապետություն։ Ընդհանրապես տրամաբանությունը, չգիտեմ, առողջ բանականությունը եւ ցանկացած այլ նման բաներ հուշում են, որ Իրանը պետք է համար մեկ պաշտպան լիներ թալիշական, այսպես ասած, խնդրի, բայց 93 թվականին մասնավորապես իրանցիները թալիշների կապակցությամբ մեղմ ասած լավ չվարվեցին, որովհետև թալիշները այդ ժամանակ Իրանից ակնկալում էին նույնիսկ ռազմական, այսպես ասած, օժանդակություն, տեխնիկա, չգիտեմ, զենք զինանոթով եւ այլն, իրանցիները չգնացին դրան, որովհետև իլյուզիա կար, որ նորաստեղծ, այսպես ասած, նորանկախ Ադրբեջանական Հանրապետությունում Հեյդար Ալիևի իշխանության գալու էր զուգընթաց, այս տարածքը, այսպես ասած, որը Իրանի պատմական մասն է եղել, կդառնա պրոիրանական տարածք, էլի, շիական հեղափոխության արտահանման այդ իլյուզիան, իսլամական հեղափոխության արտահանման իլյուզիան, այդ ժամանակում դեռևս կար եւ եթե դա չլիներ, նույնիսկ Իրանում քննարկումներ էին գնում այս հանրապետությունը տվյալ անունով չճանաչելու եւ մագիում չթողնելու, որպեսզի այդ հանրապետությունը այդ անունով ճանաչվի, դրա վերաբերյալ քննարկումներ կար, ինչպես նախկին Արաբական Հանրապետություն Մակեդոնիա, չէ, որտեղ Իրանի իրականում նահանգի անունն է վերցվել, բայց իլյուզիաները ցավոք սրտի հաղթող գտնվեցին այդ ժամանակ եւ իրանցիները օգնություն չտրամադրեցին թալիշներին։ Հիմա միակ օգնությունը թերևս այս Թալիշստանի ձայնի ստեղծումից հետո իրանական թալիշական, իրանական պետական ռադիոյի Սփյուռքի կամ արտասահմանի համար տրվող հաղորդումների խմբագրությունը ուներ 15 րոպեանոց թալիշերեն հաղորդում։ Հիմա այդ թալիշերեն հաղորդումը բավական ընդարձակել է եւ ինչ-որ առումով ավելի ռադիկալացրել, եթե այն ժամանակ միայն անհետաքրքիր ինֆորմացիա էր, հիմա բավական հետաքրքիր եւ այսպես ասած ուղղորդված ինֆորմացիա է գնում։ Իհարկե իրենք թալիշները Իրանին միշտ նայում են, այսպես ասած, որպես իրենց պատմական հայրենիքի, չգիտեմ, տաջիկների դեպքում էլ այդ բանը կա, էլի, այդ մտայնությունը կա, թալիշների պարագայում էլ դա կա։ Բայց իրական օգնություն ուղղված թալիշներին Իրանը ցույց չի տալիս։ Պատճառ մեկ իլյուզիան, որը կար, հիմա այդ իլյուզիաները ցրվել են ինչ-որ առումով, բայց հիմա կա վախ, որ հակադարձ քայլեր կարող Ադրբեջանական Հանրապետությունը ձեռնարկի Իրանի սփյուռքալեզուների ուղղությամբ։ Բայց Ադրբեջանական Հանրապետությունը այդ քայլերը անկախ Իրանի դիրքորոշումից ձեռնարկում է եւ ձեռնարկելու է։ Այս տեսանկյունից ես կարծում եմ իրանցիների համար ճիշտ կլինի օգնել հայերին, հայերը այդ գործը կարող են անել շատ լավ։ Իսկ այդ հակադարձելու մասը կարող է շուանալ մասները, այսինքն կոպտեսատ Ադրբեջանի թափ ունի Իրանի դեմ։ Ադրբեջանը ունի խոշոր ֆինանսական միջոցներ, որոնք տալիս, ասենք, Յունաս TV, որը աշխատում է Իրանի վրա, հիմա ամբողջ աշխարհը կզանգվի։ Յունաս TV, որը աշխատում է Իրանի վրա, չգիտեմ, եւ նաեւ կա որոշ պետությունների շարք, որոնք ձեռնարկել են տալի։ Մասնավորապես Իսրայելը ձեռնարկել է, որ Իրանի հյուսիսում վատ իրավիճակների ժամանակին հիմա երևի չէ Ամերիկային է ձեռնարկել դա։ Չգիտեմ, տարբեր խաղացողների էլ ձեռնարկել է, որ դա լինի միայն Ադրբեջանը չի, բայց ինքը Ադրբեջանը ունի կառույցներ, երբ որ պետք է փողոցի լեզվով ասած ֆասա տալիս Իրանի վրա կառույցներ։ Հարցը
շահում ինտեգրված Ադրբեջանի հասարակական ղեկավարում հալիստերի լեզուների շահված պատմական կոնկրետ բան իրան ղեկավարում ինտեգրման առումով ես ասացի այն աշճանին ինտեգրել, որ 83 թալիշ էր մնացել, չակերտավոր, բավական լավ, ես հասկացա, բավական լավ ինտեգրված է, այսինքն նույնիսկ, այսպես ասած, թալիշ Մովանյան Հանրապետության նախագահը Ալեքրամ Հումմատովը, պատկերացրեք ասենք, ինքը ավելի հեշտ է խոսում ադրբեջաներենով, քան թալիշերենով, իր համար ավելի հեշտ է խոսել ադրբեջաներենով, քան թալիշերենով։ Այս առումով, եթե դու առանձնապես չես շեշտում, որ դու թալիշ ես, դու Ադրբեջանում որևէ խնդիր չունես։ Նույնիսկ դատախազ կարող ես դառնալ եւ այլն, բայց քո խնդիրները կսկսվեն այն օրվանից, երբ որ դու քո տանը կսկսես խոսել թալիշերեն քո երեխաների հետ։ Այսինքն կառավարությունը ծուլում, ղեկավարությունը ծուլում, ասիմիլյացիայի քաղաքականությունը բառում, հստակ ասիմիլյացիա։ Աջան, քարնես ու թալիշներ։ Աջան։ Եթե դու թալիշ ես, ասենք, եթե վաղը, ենթադրենք, հիմա ես ասենք թալիշի, հայտնի թալիշի անուն տամ, այս Հիլալ Մամեդով չէ, որին դատեցին, չէ, Հիլալ Մամեդովը երկար տարիներ Ադրբեջանում ապրել է, չէ, եւ առանձնապես չի շեշտել իր թալիշ լինելու հանգամանքը, չէ, իրավաբանական կրթություն է ստացել պետական համալսարանում, զբաղեցրել է փաստաբանական, չգիտեմ, ինչ-որ պալատի ղեկավարի պաշտոն եւ այլն։ Իր խնդիրները սկսվեցին այն բանից հետո, երբ որ ինքը դարձավ թալիշերեն թերթի խմբագիր։ Առաջի խնդիրը ունեցավ այդ ժամանակվանից, չէ՞։ Ատու մինչև այն պահը, երբ որ նրան դատում են ինչ-որ նարկոտիկ պահելու համար, որը ծիծաղելի բան է, էլի մարդը սիգարետ չի ծխում, նարկոտիկի համար դատում են։ Կամ Նովրուզալի Մամեդովը, չէ՞, նախորդը, որին բանտում սպանեցին, չէ՞։ Պաշտոնական պետական մեղադրանքի մեջ գիտեք ինչ կա, գրված է պետական մեղադրանքի մեջ թալիշերեն լեզվի քարոզչության համար։ Այսինքն մարդը ասում է, գիտեք ինչ կա, իմ մայրենի լեզուն է, դրա համար ասել են խոսեք այդ լեզվով, բայց իրենց մոտ պետական մեղադրանք են առաջարկել։ Այսինքն պատկերացրեք, եթե մեկին Հայաստանում դատեն, ենթադրենք, ասենք, ասորերեն լեզվի քարոզչության համար, որ ասի ասոր երեխաներն ասի ձեր լեզուն սովորեք։ Անհնար բան է, չէ՞, կամ աշխարհի որևէ նորմալ երկրում նման բանը ուղղակի ծիծաղելի է, բայց այնտեղ կա։ Այսինքն դու կարող ես հասնել ամեն ինչի Ադրբեջանական Հանրապետությունում անկախ քո ծագումից, եթե դու քեզ դրսևորում ես կամ ցույց ես տալիս որպես էթնիկ ադրբեջանցի կամ թուրք։ Հասկանալի է։ Դրա համար ասենք Իլհամ Ալիևի ընտանիքը, որ ունի քրդական ծագում, որևէ խնդիր չունի իր ծագման հետ։ Հայաստանում, չգիտեմ, էլի Հայաստանի բարական շատ տարբեր է, դիպաբանորեն անհավանատելի տարբեր է։ Բայց նույնն է Թուրքիայում դու ամեն ինչի կարող ես հասնել, եթե մոռանում ես քո ծագումը, չգիտեմ, քո լեզուն ցանկացած բանի, նույնիսկ ասենք օրինակ վարչապետը կարող է լինի հայ, Մեսուդ Ելմազը հայտնի չէ, Համշենցի հայերից էր մահմեդական։ Կա, իհարկե կա, ռուսները, ուկրաինացիները, գերմանացիները, չգիտեմ, այդ ոչ լավ, հիմա ոչ ավանդական բառը վատ իմաստով է սովորաբար օգտագործում, ոչ ավանդաբար այդ տարածքում բնակվող ժողովուրդները, որոնք հետո են եկել, չէ, գերմանացի այստեղ չի եկել, Եկատերինայի բանի ժամանակ եկան Ռուսաստան, հետո մի մասին բերեցի ռուսները այստեղ։ Գալիս են առայք բժշկական համալսարան, ինձ հետաքրում է, թե ինչպիսին է եղել Խոջալեի բնակչությունը մինչև ազատագրումը, որն է դրդապատճառը, որն են ենթարկվեցին ջարդի ադրբեջանական բանակի կողմից։ Ուրեմն տերմինաբանությունը նույնպես պետք է ադրբեջանական բանակի կողմից ասացիք, հա։ Չէ, ճիշտ է, ադրբեջանական բանակի կողմից, որտեղ հայկական ուժերի կողմից նրանք ջարդի չեն ենթարկվել, էլի հաստատ։ Խոջալեի բնակչությունը ես ինչքան որ տեղյակ եմ, տեսեք անվանումից ինքնին երևում է, որ այդտեղ բնակվել է թուրքալեզու ցեղ, Խոջալու ցեղը։ Այս ամբողջ տեղանունները, որ իրանք հիմա ասում են, չէ, Հայաստանի Հանրապետության նաև տարածքում,
չգիտեմ, որ ասում դուք փոխում եք այդ անունները, Ղամալում դարձնում եք Արմաշատ, Դավալում դարձնում եք Արարատ, չգիտեմ, Բաջազում դարձնում եք ես ինչ, Համամրում դարձնում եք Սպիտակ եւ այլն, այդ բոլոր ցեղերի անունները, թուրքալեզու ցեղեր են, Համամրու ցեղն ատեղ նստած եղել, Բաջազու ցեղն եղել, չգիտեմ, Ղամալու ցեղն եղել եւ այլն, եւ մենք ոչ թե դարձնում ենք, այլ վերադարձնում ենք անունները, իրական անունները։ Իհարկե որոշ, այսպես ասած, կուրիոզ դեպքեր կան, բայց հիմնականում պատմական անունները վերականգնում ենք։ Այդ Խոջալույն բնականաբար եղել է Խոջալու ցեղը ի սկզբանե, որի անունից է բնակավայրն է։ Հիմա ես չգիտեմ դրանից առաջ այդ բնակավայրը եղել է թե չէ։ Շատ դեպքերում յայլարներ են լինում, որտեղ այդ ցեղը նստում է կամ գալիս է, ամառը կամ ձմեռը նստում է մնում է այդտեղ։ Բայց որպես կանոն հին բնակավայրի մոտ են նստում դրանք։ Ըստ մինչև այս վերջի դեպքերը բնականաբար էթնիկ ադրբեջանցիներ են բնակչության մի զգալի հատվածը, հետո վերեցին մեծխեցի թուրքերի։ Որոշ քաղաքությամբ մեծխեցի թուրքերի, տեսեք այս մեծխեցի թուրքերի խնդիրն բավական հետաքրքիր է։ Դրանք ըստ ամենայնի Ջավախքի տեղաբնիկ հայ բնակչությունն է, որը ընդունեց քաղաքերոնականություն, հետո ընդունեց իսլամ, հետո թուրքացավ։ Չէ՞, Իմիկվա Ջավախքի բնակչությունը դրանք Կարինից գաղթած հայերն են, Կարապետ եպիսկոպոսի, բայց Ջավախքի տեղաբնիկ հայերը հողոդս չծնվեցին։ Դրանք ընդունեցին քաղաքերոնականություն, հետո մի անգամ աչը տապուն հաղթահարել է մեթոդաբանորեն այսպես է, եթե դու մի անգամ դավանափոխ եկար, երկրորդ անգամ էլ կլինես։ Գողությամբ ես բան, առաջի անգամ գողացավ, երկրորդ անգամ, մի անգամ տապուն հաղթահարել է, երկրորդ անգամ ավելի հեշտ է։ Պատասխանեցի ձեր հարցին։ Մենք Խոջալույի վերաբերյալ առանցին անդրադարձ կունենանք, որովհետև այստեղ Վովա Վարդանովն է նստած, որը քիչ ականատես մասնակիցներից է եղել, որպես առաջին հետախուզական դիվիզիոնի հրամանատար։ Մենք դրա մասին խոսենք։ Կիսելյան 19 տարեկան։ Ձեզ ժողովուրդը որ ինչպես է ասում մասնագիտությունը։ Չեք ասել մասնագիտությունը ժողովուրդները որ ինչպես ազգային ինքնագիտակցությունը ներկայումս։ Այսինքն չհասկացա։ Իրենց լեզվը պահպանությունը, ազգապահպանությունը ո՞նց ընդհանում է։ Հա, ես կրկնում եմ, ուրեմն ինչպես է ընդհանում ազգապահպանությունը այդ ժողովուրդների մոտ հարցը։ Բնականաբար ազգապահպանություն ասվածը ես չգիտեմ, որի ժողովուրդների մոտ կա, թե մենակ հայերս ենք այդ տերմինները կիրառում են։ Բնականաբար առանձին այսպես ասած զգալի լծակներ սեփական ինքնությունը պահպանելու համար այդ պայմաններում ռեպրեսիվ հանրապետության, ռեպրեսիվ ռեժիմի պայմաններում շատ քիչ է։ Բայց այսուհանդերձ նաև ինչ-որ առումով ես չեմ թաքցնի, նաև Հայաստանի օգնությամբ որոշակի քայլեր արվում են, գրքեր են հրատարակվում, ռադիոհաղորդումը, ինչպես արդեն նշվեց, հեռարձակվում է, իրենք էլ Թավիշական Սփյուռքում մասնավորապես անում են։ Թաթերի պարագայում խնդիրը ավելի վատ է։ 90-ական թվականների սկզբներին տպագրվեցին դասագրքեր դպրոցների համար, որտեղ Ադրբեջանական Հանրապետությունը այդ խարտիայի տակ ստորագրել էր, խարտիան ստորագրել էր, բայց թաթերերի դասագրքի դեպքում տեղի ունեցավ հետաքրքիր փաստարկ։ Ուրեմն երբ որ տարան այդ դասագրքերի տիրաժները, որպեսզի դպրոցներում բաժանեն համապատասխան շրջաններում, Շամախի շրջանի ժամանակի ղեկավարը միջնադարում ոնց էր, որ այրում էին հերթվածովական գրականությունը, չէ՞։ Այդ դասագրքերը քաղաքի կենտրոնական հրապարակում լցրեց եւ վառեց, ասաց ես թույլ չեմ տա, որ այս դասագրքերով այստեղի դպրոցներում սովորեն եւ որևէ բաժին չարժանացավ, այսինքն տարբեր մեխանիզմներ կան։ Ընդհանրապես, հետո որ դուք ուսումնասիրեք էթնիկական գործընթացները, շատ հաճախ կարող է ընդհանրապես թվացիալ, այսպես ասենք, ճակերտներով մեռած ինքնությունը շատ արագ կարող է արթնանալ վերականգնվել, եթե կան նպաստավոր պայմաններ, եթե կան դրա վրա աշխատողներ։ Այդ խոսքերով ասած, այն Արքիմեդը որ ասում էր, տվեք ինձ բան, չէ, եւ ես շուտ կտամ, հա, լծակը շուտ կտամ լուսինը, հիմա այս դեպքում էլ շատ դեպքերում տվեք փող եւ մասնագետներ եւ ցանկացած ինքնություն կարելի է ստեղծել։ Եթե այլաբանորեն ասենք։ Այո, Զաքարյանը Երևանի պետական համալսարան միջազգային հարաբերություններ քաղաքագիտություն։ Նա հետաքրքիր սցենար դիտարկենք, դեռ թալիշները հարավային մասում են նշած, մենք Իրանի հյուսիս արևելք, ճիշտ է։
Հիմա մենք մեր կողմից քայլեր ենք ձեռնարկում, հայտնվելնի ստեղծումը, ռադիոյի հեռարձակումը եւ այլն, որը որ բարձրացնում է իրենց ինքնագիտակցությունը ազգային։ Ինքը կարող բառակիչ լինի եւ նաեւ այդ Ադրբեջանի հարավային մասը տարածում նաեւ դեպի հարավապետի Իրանի հյուսիս-արևելք։ Լսվեց հարցը, լսվեց բոլորին։ Վերջացրել։ Նա ինքը երբ որ արդեն այդ ամեն ինչը լինի, իրանց համար անկախացման process բնականաբար կսկսվի, ինչպես դրանք կնայի Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր առաքյալում, էլի, այսինքն մենք հստակ քայլեր ենք անում, ազդակներ ենք ուղարկում, իսկ եթե սպառնում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությունը, չարքեր կապ을 ասած, շնորհակալություն։ Ուրեմն այսօր Իրանի Իսլամական Հանրապետության համար ես չէի վախենա ասել, եթե վտանգները դասակարգելու լինենք առաջին, երկրորդ տեղերում կամ առաջինում կամ երկրորդում կհայտնվի Ադրբեջանական Հանրապետությունը, ես վստահեցնում եմ ձեզ։ Այս դեպքում թարիշական վտանգը համեմատած Ադրբեջանական Հանրապետությունից Իսլամական Հանրապետությանը սպառնացող վտանգի հետ ուղղակի ոնց որ փիղն ու մժեղ է։ Այսինքն թալիշական ինքնության բարձրացումը բնականաբար շատ դեպքերում հաճախ լինում է այսպես։ Մեկ-մեկ մեր իրանցի ընկերները ասում են, այս Թալիշստանի ձայնը ռադիոն ավելի շատ Իրանի թալիշների վրա է ոնց որ ազդել, քան թե Ադրբեջանական Հանրապետության թալիշների վրա, բայց իրենք հստակ գիտակցում են, որ այսուհանդերձ թալիշական անջատողականություն Իրանում չկա, որպես այդպիսին հիմա գոնե չկա նման բան, բայց Իրանում հստակ կա Ատրպատականը Իրանից պոկելու, այսպես ասած, թե շարժումներ կան երկրի ներսում պանթյուրքիստական ուղղվածության շարժումներ, թե կան մարդիկ, որոնք այդ շարժումների ֆինանսավորում են, քարոզչական օժանդակություն են տալիս նաև պետություններ, ոչ միայն անձիկ։ Այսինքն այս դեպքում, եթե դու նայում ես, այսպես ասած, հենց այդ պահին հրդեհ է բռնկվել հեռու սենյակից, չէ, դու արագ դրա վրա ջուր ես ուզում լցնես, որպեսզի հանգցնի, թե պարկետը կփչանա, թե չէ, այդ ժամանակ չես մտածում։ Հիմա Իրանի պարագայում այդ ջուր լցնելու բանն է։ Թալիշները այն ջուրն են, որոնք կարող են հանգցնել հյուսիսից դեպի Իրան շարժվող կրակը։ Պատասխանեցի ձեր հարցին։ Քիչ բարձր։ Առաջին անգամ Ադրբեջանի Ուրեմն Ադրբեջան եզրը օգտագործվել է, եթե մենք նայենք, ես հստակ չեմ կարող ասել երբ, բայց ամենայն դեպս Ադրբեջանական Հանրապետության ստեղծումից շատ առաջ։ Ես կարող եմ ասել ժամանակագրական սահմանը, Ադրբեջան եզրը հայրենում կա օգտագործվել մոտավորապես 12-13-րդ դարերից հետո, բայց այդ եզրով բնորոշվում էր բոլորովին ուրիշ տարածք։ Այդ եզրով բնորոշվում էր Արաքսից հարավ ընկած տարածքը, ոչ թե Արաքսից հյուսիս ընկած տարածքը։ Իսկ որպես պետության անվանում 1918 թվականից։ Ադրբեջանցի անվանումը կիրառվում է նաև 19-րդ դարի ռուսական ազգագրական գրականության մեջ, բայց նույնպես այդ տերմինով բնորոշվում է Արաքսից հարավ ընկած բնակչությունը եւ ռուսական հայտնի, այսպես ասած, սխալի հետևանքով, երբ որ նույն լեզվով խոսողները համարվում են նույն ժողովուրդը, չէ՞, այդ եզրը տարածվում է նաև Արաքսից հյուսիս ընկած բնակչության վրա։ Հաճախ կարող եք հանդիպել Տատարի Ադրբեջանը, որի տակ նրանք հասկանում են, այսպես ասած, իրանական այդ տարածքը, հետո այդ տերմինը տարածվում է վերև, հետո ադրբեջանցի հանդիպում է երկու տարածքների հանդեպ, մոտավորապես այնպես ինչպես ենթադրենք ինչ որ մեկը փորձի ավստրիացում ասել, որ դու գերմանացի ես, բավական բարդ խնդիր է, ես մի անգամ փորձեցի ասել, ահա ის պրոբլեմա լինում, նեղանում են էլի իրան։ Չէ, կամ մեր եզդիների ասեք քուրդ են, բավական խնդիր առաջանալու չնայած նույն լեզվով են խոսում։ Չլսեցի, գիտեք։ 93 թվականից այսքով Թալիշների մոտ ցույց է ինչ-որ փողոց դուրս գալ, բողոքել, ինչ-որ սեփական իրավունքների համար պայքար, ռեալ պայքար, Ադրբեջանի տարածքում չի նկատվում։ Ասենք ակտիվությունը հիմնականում համացանցում է քարոզչական խմբերի տեսքով, մասամբ ադրբեջանական։ Ինչն է դրա պատճառը։ Պատճառը ես նշեցի, եթե մեկը կարող է լեզու քարոզելու համար հայտնվել բանտում եւ սպանվել, ապա պատկերացրեք, եթե
դա անում փողոցում ցույց կազմակերպելու միջոցով։ Չէ, ընդհանրապես Ադրբեջանական Հանրապետություն ցանկացած տիպի ցույց կազմակերպելը բավական դժվար խնդիր է այստեղ։ Չեմ լսում։ Լեզգիները ցույցեր չեն անում, ես դες ուզում եմ օբյեկտիվ իրականությունը ներկայացնել։ Իսմայելի շրջանում տեղի ունեցած, այսպես ասած, բախումները իրականում որևէ ազգային խնդիր չեն բանանում։ Մենք կարող ենք նույն տիպի ցույց համարել ֆուտբոլի, այսպես ասած, թավիշական այդ Խազար Լանկյարանի բաները, չէ, խաղերը, որի ժամանակ այս վերջի խաղը տեսակ էլի, Բաքվի Նեֆթի ավտոբուսը քարկոծեցին, մինչև տրիբունաներում, այսպես ասած, ծեծ ու ջարդը եւ այլն, բայց դրանք այդ ֆուտբոլային, այսպես ասած, կրքերը ինչ որ առումով ցույց են տալիս էթնիկական դժգոհությունը նաեւ, էլի։ Այսինքն, եթե դու չունես այլ ասպարեզ դրսևորելու համար քո մենք թափես տալի աջակում, այդ որ չի աջակում։ Իրականության մեջ այդպիսի ցույցեր չեն կարող լինել, միանգամից կճաշում են, էլի, դրա համար չեն անցկացվում, բայց ակտիվ ցանցային կազմակերպման առումով ես կարող եմ ասել, որ նույնիսկ ինչ որտեղ, եթե քրդերը դաշտային պայքարում, կռիվ տալու պայքարում ավելի հաջողությունների են ասել, ապա թալիշները ցանցային կազմակերպություն որպես քրդերից ավելի հաջողակ է։ Անջատենք վերջացնենք այստեղ։ Հարցեր։ Չէ, դուք տվել եք ուսոտ, տվել եք, չէ, միշտ։ Տեղաբնիկ ժողովուրդներին ինչ անելու համար, ճաշելու համար, հետաքրքիր հարցեր, ընդհանրապես թալիշների իսլամը օգտագործում են սեփական ինքնագիտակցությունը բարձրացնելու համար։ Եթե մենք նայենք ավանդական շիական իսլամը այսօրվա Ադրբեջանի Հանրապետությունում իրականում ովքեր են քարոզում եւ ովքեր են այդ գաղափարախոսությունը առաջ տանում, սկսած այսպես ասած պետական անձից, Ալլահ Շուքուր Փաշազադեից, որը թալիշ է ծագումով, վերջացած ժողովրդի շրջանում տարվող ու գաղափարախոսական ասենք աշխատանքները, ապա դա առաջին հերթին թալիշները եւ թաթերն են։ Ընդհանրապես Բաքվի շատ մոտ բնակավայր կա Նարդարան, այդ թաթաբնակ բնակավայրերից մեկն է, որը կիսանկախ պետությունը Ադրբեջանի մեջ, իսլամական այսպես ասած, տեղի այաթոլլաները ավելի ազդեցիկ են, քան Ադրբեջանի կենտրոնական իշխանությունները եւ հաճախ ադրբեջանական ոստիկանությունը ջանումը մուտք չգործել այդ ավան, որտեղ միշտ խնդիրներ են ունենում։ Որպես ճաշման միջոց ընդհանրապես պետությունը այդ ծածակը չի օգտագործում, ընդհանրակը թալիշները եւ թաթերը շիական ավանդական իսլամը նկատի չունեն ծայրահեղական նորոգությունները, որոնք Ադրբեջանում հայտնվել են, սալաֆիականություն եւ այլն, իրենք օգտագործում են սեփական ժողովրդի բանի համար, այսպես ասած, զարթոնքի նպատակով նաեւ մի հետաքրքիր օրինակ բերեմ, մի քանի թալիշներ կային, այսպես ասած, որոնք Facebook-ում է շփման ընթացքում բան, ասենք ինձ միշտ ինչ-որ ասում են, դուք ուզում եք Ադրբեջանը քանդեք, մանդեք, չգիտեմ, բան սեպարատիստներին եք բանանում, այս կոմենտում, ես մեծ բոլորովին պատահական, ոչ այդ նպատակով, Facebook-ում մի հատ նկար դրեցի, որտեղ Իրանում մսկիթում էի, այդ թալիշները կան ասում, բայց եթե դու մսկիթ ես գնում, ուրեմն մենք ես հարգում ենք, քո այդ ընկերություն կան, այսինքն իրենց համար այդ իսլամը բավական կարևոր խնդիր է։ Կան հարցեր։ Նորքի լուսանկարիչների երկրորդ պատասխանատուն է։ Այսօր ադրբեջանցիները հավաքություն են ներկայացնում Իրանի իսլամ տարածքի նկատմամբ, այն համարելով Ադրբեջանը պատրաստ։ Ինչքանով է դրանց հավաքությունները իրականացված։ Ինչքանով են հավաքությունները իրատեսական։ Նախ սկսենք ինչքանով են հավաքությունները հիմնավորված, անհիմն են հավաքությունները։ Նախորդ օրիորդի տված հարցներ այս համատեքստում կարելի է բերել, շատ հաճախ ասում են, չէ, լիցված ժողովուրդ են ադրբեջանցիները, մի մասը մնացել է Արաքսից վերև, մի մասը Արաքսից ներքև, այսպես ասած, չէ։ Իրականության մեջ այդպես չի, ադրբեջանական ինքնությունը, էթնիկ ադրբեջանական ինքնությունը, ես նշեցի, ռուսական կայսրության անմիջական միջամտությամբ սկսել է ձևավորվել այն ժամանակ, երբ որ
Այս տարածքը այլևս Իրանից անջատված էր եւ անջատված էր նաեւ Իրանի հյուսիսի թուրքալեզուներից։ Տեսեք ինչպես ընթացել, պատկերավոր ասած, եթե Արաքսից հյուսիս ընթացել է թուրքական ինքնության բյուրեղացում, այսինքն վեկտորը ինքնության զարգացման, իրանականից ընթացել է դեպի թուրքականը, չէ, որտեղ իրենք ժամանակ երբ որ Իրանի կազմում են, իրանցի են իրենց համարում, ինչպես մյուս բոլոր Իրանի բնակիչները, չէ, ըստ որում դինաստիան իրենցից էր, Ղաջարները իշխող դինաստիան արքայատողմը, իրենցից էր, բայց այդ դինաստիան իր պետության, այսպես ասած, ոչ թե գրում էր Թուրքիստան, այլ գրում էր Իրան, չէ, իրանական խորհրդանիշների համար սրբություն համարում, Ֆիրդուսին էր իր համար, այսպես ասած, էպոսի հեղինակը, այլ ոչ թե, կամ էպոսը Շահնամեն էր, ոչ թե Դեդե Կորկուտը։ Հիմա ռուսների շնորհիվ Արաքսից հյուսիս այդ էպոսը սրանք թողեցին Շահնամեն, չնայած մինչև հիմա Շահնամեի անունները դնում են, չէ, Սիավուշ, Նարիման եւ այլն իրանական էպոսի անունները, չէ, ասենք չգիտեմ, Կորկուտ անունը չեք հանդիպի էլի, չռոմանակ վնասենք։ Ապա Իրանի դեպքում ինքնությունը զարգացել է բոլորովին հակառակ վեկտորով։ Եթե ինչ-որ թուրքական էլեմենտներ եղել է, գնացել է դեպի իրանականացում։ Այսինքն իրականության մեջ ռուսների այս Անդրկովկասը իրենց բռնակացելուց հետո Իրանի հյուսիսում ժողովուրդը ավելի է իրանականացել։ Այս Արաքսից հյուսիս ընկած տարածքներում ժողովուրդը ավելի թուրքականացել է։ Այս տեսանկյունից նույն ժողովրդի մասին այսօր խոսելը կամ նույնիսկ նույն լեզվի մասին խոսելն էլ աբսուրդ է, որովհետև Թավրիզի թուրքերենը այն աստիճան է պարսկականացվել, առօրյա թուրքերենը շուկայում խոսվող լեզուն, որ անհամեմատելի է Բաքվի, ասենք, առօրյա թուրքերենի հետ։ Այս տեսանկյունից ինչքանով վտանգ կա Իրանի պարագայում, ես ասացի, ամենավտանգված տարածքներից մեկը դա Ադրբեջանն է, թերևս Քրդստանն է, Բելուջիստանը եւ Խուզիստանը արաբների տեսանկյունից։ Բայց դե մյուս կողմից էլ նայում ենք Իրանի հոգևոր առաջնորդը Խամենե քաղաքը Խամենեի է, չէ, ազգանունը Խամենե քաղաքից, այսինքն Խամենե քաղաքը Թավրիզից 40 կիլոմետրի վրա է եւ ինքը ատրպատականցի է ծագումը։ Իրանի բարձրագույն պաշտպանող Վաղեստով անձը, որի համար Իրանը, չգիտեմ, բարձր է ինչ։ Այսինքն այս կողմում կարող է լինել կողմից ասած հետաքրքիր պարադոքս է, չէ։ Արաքսից հյուսիս Պարսիկը ստեղծում է թուրքական հանրապետություն, Արաքսից հարավ պայմանականորեն ասած թուրքը ստեղծում է Իրան։ Եվ վերջին հարցը Արուսման Հովանես, ես կցանկանայի իմանալ ադրբեջանական պատմագրությունը, իրենց ընդդահանությունը որ ժամանակաշրջանին հասցնում եւ ինչպես են հիմնավորում այդ ամենը։ Նկատի ունեք իրենց ազգի, այսպես ասած, ծագումը, ազգի ծագումը։ Ադրբեջանական պատմագրությունը, որ նայենք բավական բարդ պատկեր է, դժվար կլինի գլուխ անելը, ես ասեմ ձեզ իրականությունը ինչպիսին է ավելի լավը, քան թե նրանց։ Մի մասը ասում են, չգիտեմ, մենք շումերներից ենք, ինչպես ստեղ նշվեց, մի մասը ասում են մեր մարերից ենք, մի մասը ասում են արմանքից ենք, մի մասը ասում են ընդհանրապես արմանքի բնակչությունը ի սկզբանե թուրքալեզու էր, գարգարացիները թուրքեր են, Մեսոպ մաշտոցներ, որ այգուբեն է ստեղծում, շուրքերի համար այգուբեն ստեղծում, չէ։ Ինչ ասած կարող է սանդիպել, ամենազավեշտը ինձ հավանին է, որ մեր մոտ էլ այդ տեսությունները գալիս է, մենք ինչքան շուտ այս կոնֆլիկտից ազատվենք, ինչքան շուտ ազատվելը չի նշանակում զիջել, ինչքան շուտ այսպես ասած, ես ասեմ, այս պետությունը վերանա եւ մեր այս փոխադարձ փոխազդեցությունը դա, ոնց որ լեզուների պարագայում ես օրինակը վերեցի, այս դեպքում էլ ասած նույն քարոզչական կլիշեները ընդդեղից գալիս են Հայաստան, չէ՞, ասում ասում ենք շումերներից ենք, ապա հայերն ասում շումերներից են, որ չպակաշ։ Այսօր ադրբեջանցիները չեն ընդունում Ռասուլդայի, Աղաևի, Քոբաշաևի խոսքերը, որ թուրքական էթնիկ գիտության են տանում ասում։ Ընդհանրապես նույն Ռասուլ Զադեն, ես ասացի 10 տարի առաջ ուրիշ բան էր ասում, Աղաևը, չէ՞, գիտեք, եթե գիտեք, Աղաևը պանիրանիզմի նշանավոր գործիչ էր, հետո անցավ պանթյուրքիզմի դիրքը։ Այդ նույն հակասականությունները իրենց մոտ կա, որտեղից են առաջացել էթնիկ ադրբեջանցիները։ Էթնիկ ադրբեջանցիները չզարմանակ եւ այսպես ասած լոլիկներ ու ձվեր չնետեք իմ ուղղությամբ, քոչվորներ չեն ամենևին հիմա որ այնտեղ նստած են։ Էթնիկ ադրբեջանցիների հսկայական հատվածը դրանք զուլված, այս նույն թաթերն են, թալիշներն են, հայերն են, կովկասյան ժողովուրդներն են։ Ես դες կարող եմ բերել գյուղերի անուններ, որոնք հայկական ծագում են ունեցել 17-րդ դարում, Իսլամում են ընդունել թուրքացվել։ Այսօր այդ գյուղերը կամ բնակիչներն նույնն են։
Քոչվոր թուրքալեզու տարը, որը մուտք է գործել այս տարածք եւ տարածել լեզուն իր հետ բերելը, շատ փոքրաթիվ է եղել։ Մարդաբանության մեջ եթե նայեք, չէ, ադրբեջանցու միջին վիճակագրական ադրբեջանցու եւ միջին վիճակագրական հայ գրեթե ամենատարբեր էր։ Երկուսի վերևը հրաշք կամ երկուսն էլ տող պահեն իրար կողք կամեն։ Շատ դժվար է դերում նույնը թուրքին։ Այսինքն լեզուներն են տեղաշարժվել եկել ավելի շուտ քան ասենք 5 միլիոն թուրքալեզու չէր կարող այն ժամանակ դուրս գալ այս տարածքի բոլորի նախատիվ ոչնչացնել մնալ։ Հիմնական թվականակի աճը ընթացել է ձուլման քաղաքականության հետևանքով։ Ժամանակին այդ ձուլողները եղել ենք մենք հայերս, հայկական մեծ հայքի տարածքում, հայկական բարձրավանդակում, մենք ձուլել ենք անխտիր բոլորին եւ անխտիր այսպես ասած բոլորին հայացվել ենք, չէ՞, գիտեք, արդեն բանի ժամանակ, Արտաշեսի ժամանակ անտիգաղբյուրներ, ասում են եւ ամբողջ Հայաստանը սկսեց խոսել հայերեն։ Ինչ է նշանակում, որ բոլորին անխտիր ձուլել են։ Այդ ժողովուրդների անունները մնացել են մեր Հայաստանի սահմանները տարավ այնտեղ, որտեղ ավարտվում են հայոց լեզվի սահմանները։ Նո է այլ։ Այսինքն մեր գավառանուններում մնացել են այդ ցեղերի անունները, չէ՞, Գամիտ, Կիմերների անունն է, չէ՞, Գամիտը, Ուտիկ, Ուտիների անունն է, չէ՞, բայց այդ Ուտիքում Ուտիները ինչ պատմագրությունը կա, չեն այդ Ուտիները, արդեն դրան Աստված գիտի երբ է հայացվել, չէ՞, տարածքը չգիտեմ, եւ այլն, հազարովի Ճամիքը ասենք, չէ՞, Ճամիքը, Սպեր գավառը, սա Սպեր քարտվելական ժողովուրդները, ոնց որ սակրատվելու եւ այլն, որ Սպերից ելում են մակրատները։ Այսինքն ժամանակին մենք էլ այդպես ենք եղել, բայց ի տարբերություն սրանց մենք չենք օգտագործել տեխնոլոգիա տանանալիներ։ Հասկանալի է, մշակույթը եւ դա է ռազմական այսպես ասած, հայերը դեռևս ռազմիկներ են այդ ժամանակ, ոչ թե առևտրականներ։ Բոլոր ժողովուրդները ծաղում են որպես ռազմիկներ, վերջում դառնում են առևտրական։ Շնորհակալություն հայտնենք պարոն Ռոստամյանին։ Գրքերը կարող եք ով որ նպատակ ունի հարցեր տալ հետագա կարող եք մեկական